Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սերի ժողովուրդ, այսօր ապրիլի 1-ն է և ձեզ հետ միասին մի փոքր կարճատև դադարից հետո ընդամենը մի օրվա մեկ հաղորդման կարճատև դադարից հետո ձեզ հետ է հանրային դատ հաղորդաշարը։ Գիտեմ ահագին մարդ կարոտել է, ահագին մարդ իր այսպես ասած բարի խոսքերն այսօր հավաքագրել, որպեսզի մեր եթերի ժամանակ հնարավորություն ունենան արտահայտվելու։ Մի րոպե սազենը կդրեմ, թե չէ սա ծնգլը, կբռնաբարենք ծեր միան։ Ինչևից է, մենք ձեր հետ նորից տաղավարում ենք, էտա պարոն Աբաս, Անդոյ, Սասուն, Տահաճմարտ գլխավոր դատախազի տեղակալ, Վայեղազարյան և էտա Կերեմեբախո Արգիշտ, Ռուզիկ և Քրիստիկ։ Ռուզիկ, այսօր դու ես բացում դուռն և ներս հրավիրում այսօրվա մեր հյուրերին։ Բնապահպանության նախարարություն, որ ասում ոնց են ասում, շրջակա միջավայրի օգտագործման բլա բլա բլա։ Այդ բոզի տղուն։ Նիկոլ Փաշինյան բոզի տղուն, я составով։ Ջերմու գրուպ Արսեն Աշոտյան բոզի տղուն։ Սուսա բոզի տղային։ Վարդան Օսկանյանի բոզի տղուն։ Էսի զանգի։ Սիսի բոզի տղուն։ Թոք։ Տաուշի մարսպետ, Վանաձորի մարսպետ, դրանց, զինվորական դատախազին, Տարոն Մարգարյանին, Վլադիմիր Գասպարյանին, Էտա Գագո, Շներցագյուքյա, անցինստի Գագոյ, Դանիել Իոնիսյան բոզի տղուն, Ալեն Սիմոնյան բոզի տղուն, Վիգեն Բադալյան Կոլումբիայի հյուպատոս բոզի տղուն, Էնդի Վարո, Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրեն Սյուզաննա Սարգսյան, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, ինչպես նաև Եվրասիա համալսարանի ռեկտոր Օհանյան, Woman Armen, ես որտեղից էր, Տաշիրից, եթե չեմ սխալվում, 36 CU 441 QU, C, 441 Նիվա Որսորդ Մակնիշի ավտոմեքենա։ Так, այսօր ես սրա ծննդյան օրն է։ Կենտրոնի միլպետ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանի Հայաստանում Ռուսաստանի դեսպան Տավարիշ Կապիրկին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ղեկավար կազմը։ Ասում վся семья в сборе։ Սկսենք բողոքներից։ Ուրեմն ուրա Նիկոլ Փաշինյան չմոն։ Ես ացել ստեղ չի։ Ես մի քանի անգամ որն է, 5 տարի է անընդմեջ, չգիտեմ, գոռում ենք, գոչում ենք, ճղում ենք, պատռվում ենք, ժողովուրդն էլ ապացուցելով, փաստերով, ամեն ինչով, որ սրանք բոզի տղա են։ Միևնույնն է, կա ժողովրդի մեջ մի բոզի տղա զանգված, ով ասում է, որ Նիկոլ Փաշինյան մե Հիսուս, Հիսուսը քալելով եկավ, Նիկոլն էլ քալելով եկավ։ Ուրեմն Ժաննա Անդրեասյան ԿԳՄՍ ագարկին
Քոնման բոզի տղուն զեկուցել է, որ արցախցիների ուսման վարձերը փակված են, այսինքն փոխանցված են եւ վերջ, սակայն շուրջ 150 ուսանող Եվրասիա համալսարանից ահազանգում է։ Ասում է պարոն Ղուկասյան, մեր ուսման վարձերը տվալ չեն։ Ռեկտոր Օհանյանն էլ մի քանի անգամ 3 անգամ արդեն դիմել է Ժաննա Անդրեասյան Պորնիկին, ասելով, որ տիկին ջան, դու հելար կառավարության նիստի ժամանակ հայտարարում ես, որ բոլոր Արցախից եկած ուսանողների ուսման վարձերը փակվել է, բա ուր է։ Ասում է ոչ, քանի որ դուք մասնավոր բուհ եք, ձեր ուսման վարձը մենք չենք տալու։ Հիմա ես ուզում եմ հարց տամ գգամասը նախարարին։ Ուրեմն մասնավոր բուհի, ես ուզում հասկանամ, ինչ կապ ունի դա մասնավոր բուհա, թե պետական բուհա, եթե այդ բուհը գործում է, այդ բուհը հարկերը վճարում է, այդ բուհի դիպլոմը անցնում է, մասնավոր թե ոչ մասնավոր, դրա էությունը ինչու՞մ է կայանում։ Այդ նույն ուսանողը չի գնացել պետական ընդունվել է մասնավոր, ասիկա չէ ընդունվել Ղարաբաղ բիզիմդիր, ընդեղից հել է տեղափոխվել են մասնավորից մասնավոր, մեզ մարդը սովորում է։ 320,000 դրամ յուրաքանչյուր ուսանողի ուսման վարձն է։ Հիմա այս մարդիկ էլ ասում են, հիմա մենք համ փախստական ենք, համ ուսանող ենք, համ տուժված ենք, տուն ուտեղել բան կորցել ենք, մենք հիմա ո՞նց անենք։ Տան վարձ տանք մեր աշխատանքով, թե մի հատ էլ մենք ուսման վարձանք, մենք ընդ մեր տան մեջ ապրում ենք, մեր աշխատած գումարով մեր ուսման վարձը տալիս էինք, տնից, տեղից, ամեն ինչից զրկիկ, շինիկ փախստական, այ բոզի տղեկ, եկա կագնակ Ստեփանակերտի մեջտեղն ասիկ Արցախը Հայաստան է եւ վերջ, հիմա էլ ասում եք, սրանք մեր քաղաքացիները չեն, Արցախը մերը չի, այնսաղ մերը չի եւ այլն։ Ու եթե ասում եք դուք Սերժի դրած Պորնիկի տղեկով։ Հիմա առաջանում է հարց, այս 150 ուսանողը ինչ անի։ Կառավարության նիստի ժամանակ ուրիշ բան են հլում ասում, իրականում ուրիշ բան են հլում ասում։ Ամիսներով այդ 50,000 դրամը չէ, ուրեմն ես ուզում հասկանամ այդ 10 միլիարդից ավել դոլարով վաճառեցիք Արցախը, Սերժ Սարգսյանը Արցախը վաճառեց, ես բոզիտեղն էլ ասեց, արի անես 3 միլիարդը քեզ ստորագրի հանձնի, ղախպի տղա։ Բլավ այդ միլիարդների մեջ, այդքան ծախելու, թալանելու մեջ, դուք ձեր ուսանողներին չեք կարում, պահեք, ընկեր Նիկոլա Պաշտ բոզի տղեք։ Ես մի բան կարող եմ ասել, որ Արցախի ազգաբնակչությունը, Արցախի ուսանողությունը առավել եւս պիտի հասկանա մի բան, որ եթե Հայաստանի Հանրապետությունում կա մի պետական գործիչ, մի կուսակցություն, որը վիզա վերցնում ոչ միայն Արցախի ժողովրդի հումանիտար օգնության հարցը, այլ նաև կանի հնարավորինս եւ անհնարինը արցախցիներին հետ վերադարձնի Արցախ, դա միայն եւ միայն Վարդան Ղուկասյանն է։ Միայն եւ ուզեք թե չուզեք։ Կսիրեք դուք Վարդան Ղուկասյանին, չեք սիրի դուք Վարդան Ղուկասյանին, կզզվեք Վարդան Ղուկասյանից, որովհետեւ ինքը կուլտուրական մարդ չի կֆուրա տալի, բայց եթե դուք գնում եք կուլտուրականի հետևից միայն, որ մարդիկ փող կապով հակնեն նստեն, այո, իսկապես ոչ, տինտիրիդներ անեն եւ թողնեն գնան։ Նու ուրեմն ես ձեզ կարամ մի բան ասեմ, որ այդպես էլ կմնաք Հավիտյանս Հավիտենից փախստական։ Դուք տեսաք, որ Արցախը օկուպացնելու, շրջապատելու, ձեզ սովի մատնելու ժամանակ ինչ էր անում պարլամենտական ընդդիմություն բնկովածը, կոչվածը, հայաքվեր անցկացնան, 50,000 ստորագրություն հավաքին եւ հավաքին պրծան Արցախն էլ հանձնվեց, ինչ արի նորից մանդատները պին բռնած նստել են։ Հիմա այս 4 գյուղն է հանձնվում, էլի պին բռնած նստած են, որովհետեւ սրանք բոլորը նույն հարթակի վրա են։ Մենք հեսա կմոտենանք, մենք այսօր կքննարկենք այդ 4 գյուղի թեմաները, ապագա բանը պատերազմ, այո կամ ոչ։
Բայց ես ուզում եմ ասեմ, հարգարժան հետարցակցիներ, ես հասկանում եմ, հլում գնում եք բնը միտինգ, մի օր են Ռաֆի Հովանեսյանն անը, մի օր Եսիմով անեմ, ձեզ ուզում են ասեն, որ այդ նախկիններին, հա, Ռոբիկ, Սերժիկ դրանց պետքա ձեն տալ եւ այլն, բայց ես չգիտեմ, ձեր անձնական իրավունքն է ում հավատալ, բայց ընտրություններից հետո, եթե դուք գնացիք դրանց ձեն տվեցիք, իսկ դրանից հետո, եթե նորից այս վիճակի մեջ եղաք, դուք եք թքում Աստծոյի փայդիկին։ Վարդան Ղուկասյանը ոչ ուսման վարձի խնդիր ունի, ոչ ապրուստի, ոչ ապրելու։ Մտածեք։ Այդ թվում նաև դուք սիրելի ուսանողներ, եւ ակնկալում եմ, որ հնարավոր ընտրությունների ժամանակ դուք մի մարդու նման կգաք եւ կդառնաք իմ կուսակցության վստահված անձ եւ դրանով կհոգաք ձեր ուսման վարձի, այն որ ասում եմ, սաղ ուսումնական process-ը անվճար սովորելու շանսը բաց չեք թողնի, որովհետեւ ես արդեն պարտավորված եմ լինելու ձեր ուսման վարձը, ինչպես նաեւ ձեզ Ղարաբաղ վերադարձնելու խնդիրը լուծել։ Ոնց ես գիտեմ։ Անցնենք առաջ։ Ստեփանավանի թիվ 2-րդ դպրոցի տնօրեն Սուզաննա Սարգսյան, Սուրեն Պապիկյանի ագարկա։ Բողոքում են աշակերտնիքը, ասում են պարոն Ղուկասյան, շատ վատ կնիկա, շատ վատ բառապաշարով, սիկտիր, եզի տղա, հեռախոսը կողելու եմ բերանդ արտահայտություններով, եւ սա կոչում է դպրոցի տնօրեն, ասում է սիկտիր, Վարդան Ղուկասյանն էլ ասում են քֆուր ատալը, դպրոցի տնօրենը կին, օգտագործում է երեխաների հետ շփման ժամանակ սիկտիր, եզի տղա արտահայտությունը։ Աշակերտը երիտասարդ չի, ասի, բա որ մեր տան ցուլը եկավ ու քեզ ծծրեց, Սուզաննա Սարգսյան, ինչ պիտի անես, ասում է, նույն ես հետաքրքրվեցի, ով այն, հետ ինչացու է այս ագարկեն, ասում են Սուրեն Պապիկյանի մարտնի, ընտանիքին մոտիկ $10,000 կաշառքով նախկին տնօրենին հանել են, այս ագարկին բերեն նշանակել են ցածր կրթական մակարդակ, դպրոցում ծեծու ջարդ, շմոն, ռեյդ, ուսուցիչները մեծ մասը անգրագետ, դե ինչ ենք ուզում եւ այլն։ Հիմա ես ուզում եմ ընկեր կգմսեն, քանի որ ստեղա դու вообще քո դպրոցներով հետարկվում ես, այ կգմսը։ Ասենք ես ինչ բառապաշարա, բանը Վանաձորի ժողկրտ բաժնի, Վանաձորի մարզի ժողկրտ բաժնի վարիչ, հիմա չգիտեմ ինչա կոչվում այդ խեռը գալող բանը պաշտոնը, դուք սենց մարդկանց որ նշանակում եք, դուք вообще հետարկում եք այդ մարդկանց բառապաշարը, դիմելաձևը, ես ինձ են բան ասում, բայց ես երբեք թույլ չեմ տվել, չգիտեմ, նման արտահայտություն անգամ անչափահասի ներկայությամբ Գիտես, խոսա, ասում ուղղակի հորդորում եմ, սիրելի երեխաներ, եթե ձեր դպրոցի տնօրենը նման ձևով է խոսում ձեր հետ, շատ հանգիստ ձևով կարող եք ասել, Սուզաննա, կարող եմ մի հատ ուզենաս տակից վերցնես, այդպես դիմեք։ Խաթարակություն Սա ով է, սա հեչ, մի րոպե։ Ուրա Վարդան Օսկանյանը, ինչպես եք, պարոն Օսկանյան։ Պարոն Օսկանյան, դուք ունեք տղա, Արա Օսկանյան։ Ես ինձ հետարքիր է, դու խաբար ես, որ քո տղեն բանա շարլատան գցող անձնավորություն է։ Ու ոչ ավել, ոչ պակաս գցել է մի մարդու, ով ընդունել է քո տղուն որպես իրան հարազատ, քո տղու պատճառով տունը տարել է, կողել է բանկ, եւ մինչեւ այսօր քո տղեն այդ 2021 թվից ոչ բանկի տոկոսներն է վճարել, ոչ են, մուծումներն անում է այդ Մարդու Ռոման Մուսալյանի կինը, այս պայդուրությամբ էլ բանկին մնացել են պարտ $31,000 ներկա պահին։ Այդ մարդն էլ Ռոման Մուսալյանն էլ 2022 թվականի հոկտեմբեր ամսին մահացել է։ Դու դրա մասին գիտես, ընկեր Վարդան Օսկանյան։
Գյոզալական կնիգդ ասում է ես հիվանդ եմ, այդ ընձից չի հետաքրքրում, այդ հիվանդությամբ տրակես, քեզ չի հետաքրքրում տիկին ջան, թե քո կնիգը ինչ ներողություն, դաստիրակացդ, որ ասում է մեր հարևան Զոյանն էր ասում դաստիրակողդ մեռնի, որ դաստիրակացդ ասենց երևույթ ա եղել։ Վարդան Օսկանյան վեկալետա հերախոսն գրիմ տվյալ տիկնոջ Ռոզայի հերախոսը համարը ով սպասում է քո զանգին +1 818 36 99 315 նորից եմ կրկնում +1 818 36 99 315 տես առանց ավելնորդությունների, առանց հայոյանքի, առանց սեռական բռնության եւ այլն, այս կնոջ հարցը լուծի, Վարդան ոնց եթիմդ քաքը կերելա, անենց էլ լուծի, ես չեմ ուզում, որ այնպիսի սեռական շքերտ ըլնի ձեր տուն, որ քո ինսուլտ տալած դեմքը դզվի, ցես դառնա լրիվ սիմետրիկ դեմք, հիմա լրիվ ասիմետրիկ է, գլտ, գիտես, բայց եթե հանկարծ ես վեկալա գագոին, ու էլի մի քանի հոգու եկա մտա ձեր տուն, էտա քո դեմքը դզվում է։ Բայց իհարկե, չգիտեմ, դա կարելի է համարել հումանիտար գումաննի մեթոդ, դες բարկա, չէ։ Հիմա դա կլինի գումաննի մեթոդ, իլի չէ, հաստատ չէ։ Բայց օգտակար գործակիցը 100%։ Արտգործ նախարար Մարտես չէ եղել։ Չեմ ուզում, ոնց որ ասում իմ բառապաշարով դզեմ, զբաղվի։ Ինչքան մարդ պիտի բոզի տղա լինի, էլի, վերջ ասեցի։ Ուրեմն, քանի որ գնաց խոսք ջերմու գրուպից, Սուրեն Պապիկյանից, Են որ Նիկոլ Բոզիտեղեն ասում է կոռուպցիա, բայց ամենամեծ կոռուպցիան իակ ռուգում է նամանավան Սուրեն Պապիկյան եւ մալչիկ պա իմինի Սասուն ծծես դու ինձ ծծես Ուրեմն բանից պարզվում է որ Սուրոն եւ Սասունը երկու սս ջերմու գրուպից ձեռք են բերել մի քանի բնակարան, այդ մի քանին ամենահամեստ հաշվարկն է ու բավականին լավ իջեցված գներով, կարելի է ասել են եղածից է ժամ, ու մի քանի հատ, ու քանի որ իանք նամանավանդ Սուրո, գյորմամիշ ես բոզի տղա այդ ուսուցչուին, գյորմամիշ բոզի տղա է, հազիվ աթորատես է, կյանքում պետական հիմնակ չի մտե հիմա պնը նախիրարա դարը բոզի տղեն եւ այլն, սրանց սա խոսակցությունները, թեմաները, իշքան, ոն, այսքան պիտի տաս, չենքան պիտի տաս, ու այտենց էլի լիքը բաներ, ու իզողակել արդեն կրահում եմ, մեր ջերմու գրուպի Արսենյան Աշոտը ձայնագրելա պահելա մուտը Դե ով ինչա ուզե յանից խիաուզե դեզ դեն Այդ որ ձայնագրե պահելիս լավ է սարե Հիմա ես մի բան հետարքրեմ Բա այդպես խելքով մարդը Որը գիտի որ պիտի ձայնագրի պահի որ մի գեղեցիկ օր իշխանափոխությունից հետո Այդ ձայնագրությունները խփի դոշին Գորի գուրգենիչի նման ու վազելով գա իմ մոտ ու ասի ան իմ տղուն մի ծսրա, բայց ես քո տղուն ծսնելու եմ, բարիս ամենաբունի, քո տղեն իմ հետ կնելու է, հիմիկվանից ասելու եմ, ասում եմ, ես քո տղու հետ անցքը սարքելու եմ մոթալի մեշոկ, ան իմ տղուն մի ծսրա, տես ես քեզ ինչ բաներ եմ տալը, Սուրեն Պապիկյանի ես իմ ինչի վերով, բայց մեծ հետաքրքիր է, Եթե դու տես ձայնագրելու համար թիվ number 1, մալադեց, սրա հետ կապված ասում եմ, ապլաուս, մալադեց, բայց ես մի բանա հետարքրեմ, woman X բոզի տղեն, ենել հարցա կա թե չկա, երբ որ վեկալ է զանգելա քո տղուն, կամ իասելով ես եմ եղել, չեմ բա, ես անգամ չգիտեմ ինչ այլ է, քո հետ ղախպի տղուն, ու $300,000 փողա ուզե իմ անունից, բայց դիխի չեք ձայնագրել, Հա? Այդ զանգը քո տղեն խիչի ձայնագրե որ այսօր հաներ դներ հəli մի հատ լսենք ոչ ասում է անհայտ անձը անհայտ հեռախոսը համարից զանգը արելա եւ ասելա $300,000 պիտի տաս թե չէ դոգը քեզի խռելու է ու այս մարդիկ որ ձայն ոչ համարը գիտեն
ոչ անձնապարզ, ոչ ձայնագրություն կա, դրանով եկալել են քրեական գործը կուլեք, հարուցել են Վարդան Ղուկասյանի վրա։ Անհայտ անձը եկալու հա կողի կապիտեցիան կյան զանգը սակել են, բերե փատում են վզիս։ 300,000 գագույց մեռանք ուզելով չի տալը այն ժողովուրդն էլ վեկալ է բայն արել ոչ գրել են ասում են այս հաստատ այս կատիլակը գագոնա տվել չէ էլի ժողովուրդ իմ կատիլակը իմն է բանկով վեկալած գագոն կրկրվի ծակրտվի ընձի փող տվող չի առավելևս կատիլակ ջիպ հələ սպասում եմ գագո հələ որ սպասում եմ ինչ անեն Աբազնասմա ոչինչ դու երկրորդ կատիլակը ուզի բայց դրա կարճ ասма քոնը երկարն է դու գագոից կարճ կատիլակը ուզի ես ապրիլի 25-ին սպասելու եմ այդ կարճ կատիլակին 2024 թիվ տենամ գագո դու հիմա կատիլակը պիտի տաս թե աբովյան իննում կվարծիրան որ ես բարձրանամ լովիկեն ստուն դիգիմբելայի հետ կոֆե խմելու ես սպասում եմ ապրիլի 25-ին տես Աբազնասը ես չեմ ասում քոնը երկարնա կարճը ուզի հոչկո այն երկար հետ կտամ բանկի իմաստը առաջանում է հարց անիչամ ընկեր Աշոտ Արսենյան բա Վարդան Ղուկասյանին խի չեք ձայնագրել եթե դու ուզում ես Արսենյան Աշոտ որ ինչ որ մի ձևով թույլ չտաս իմ ու քո տղու մերձեցումը հարսը տել նստած նայի ոնց է լինում իրական կրկոտ սեքսը ուրեմն այդ ձայնագրությունները գրգի ինձ դու գրգում ես ինձ ես քեզ տալիս եմ ժամանակավոր դիվանագիտական ազնագիր տղուտ նկատմամբ էլ ամուսնական գիշերը կամ տեղի չունենեմ կամ տեղի ունենեմ շատ ռոմանտիկ ու մեղմ հիմիկվանից գուշացնում եմ բայց ոչ թե այն պահին որ սրանց տուն ու տեղը լինի մորմաշ ես այդտեղ եմ նոր դու վեկալ ես գազվազես ասես տես ինչ եմ տալım նախաքննական մարմնի ես արդեն այս ժամանակ խորոփած ունեմ քո տվածի վրան որտեղ դուք ընտանիքով բոզի տղա եք մուտիլովչիկ բայց ես գիտեմ որ ձայնագրությունները կա պահել ես որ շանտաժանես հենա խնդրեմ դու ինձ ես էլ ասում եմ հա ու հիմա այս երկու աղբի տղեկն էլ ահաբեկված են որ կարող է մի գեղեցիկ օր Աշոտ Արսենյանը զապի ու ես ասեմ ընկեր Սասուն ընկեր ուսուցչուհի մի գեղեցիկ օր սա կողելու է ձեր ворը էդի դուք իմացեք բայց մենակ զապիսը չէ զապիսի հետևից նաև մի հատ sense հաստ սեռական օրգան Այն օրը ուր են քավարատիկոն ահա Այն օրը քավարատիկոն հələ վեկալելա մի հատ շուն հələ գնացել Սևանի ափին նկարվելա ցուցատալում թե Սևանի ջրի մակարդակը ոնց է իջել լավին լավ վատին վատ այո Սևանի ջրի մակարդակը բավականին իջել է ես հետաքրքրվա այդ ջրի գնի մասին օրինակ ինչ Գումարի դիմաց եւ ինչ բոզի տղության դիմաց են սրանք արդեն Սևանը ծծծնամ նույն այդքան Սևանից ջուր են բաց թողել ուրեմն ինձ պատասխանեցին որ 2000 ներողություն հա էլի 2016-17 թվականներին ներողություն 20 տարի առաջ 1 սանտիմետր կամ 1 սանտիմետր ջուրը Սևանի բաց թողած որ մի սանտիմետր իջնում էր արժեր $1 միլիոն 1 սանտիմետրը դա 20 տարի առաջ սա հին թվերն է Եվ դա այն դեպքում, երբ որ մի կիլովատ հոսանքը արժեր 7-ից 8 դրամ։ Հիմա սրանք, եթե մենք հավատանք, նու քավարատիկոն մի քիչ նու անգրագետ է, դի բան ոչինչ, ընդ ասում է 6 մետր, բայց 6 մետր չի, մի քիչ ավելի բան պակասած, բայց դա էլ նշանակություն չունի։ Եթե մենք վեր ենք կացում, որ 1 սանտիմետր ջուրը խորանվել, ոսից իջավ Սևանում, արժեր $1 միլիոն 20 տարի առաջ, ես հիմա բանը պատկերացնում եմ, ինչ արժե այդ նույն 1 սանտիմետր ջուրը հիմա։ Ու այս բոզի տղեկը ինչ տիպի են Սևանը ծծծնում։
Եվ սրա հետ կապված ոչ մի հարց, ոչ մի բնապատասխան, ուրա գնացե այդքան խմելու ջուրը։ Ավիրում են, քանդում են ամեն ինչ, ոնց կարան։ Այդքան էկոլոգներ կան, էկոպաշտպաններ կան, կանանչներ կան, բնության պահապաններ կան, ես իմ իշխերը գլոխներ կան, ձեն չկա։ Ատենց բան գոյություն չունի։ Ոչ գղում են, ոչ բղում են, ոչ բան են ան։ Կակրաս խոս գնաց բնությունից։ Ուրեմն ինձ ուղարկել են մի գանդոնի, մի բոզի տղու կերպար։ Ոմն Արմեն։ Բնակվում է, ոնց հասկացա, Տաշիրում։ 36 CU 441 լուսանկարները տեղադրված է իմ եւ ինձ հարակից բոլոր Telegram կանալներում գել, աղվես, խփե, որսե, գյուլե, փռե, տարե, բնությանը ծծնելով այդ մա։ Հերիք չի, ասում ինքը որսորդա ունի 2 տղա եւ թոռներ։ Նախ ընկեր Արմեն, գայլերին չեն խփում, տղա ջան։ Գայլը դա բնության սանիտարն է։ Մեր կենթանական աշխարհը Հայաստանի իտակ չկա կենթանական աշխարհ։ Եթե ամեն մեկը չէ, քո նման 10 հոգի, ղախպի տղա, հլին գնի փողոց, սկսի գելու աղվես խփել, մենք էլ вообще բնություն չենք ունենալու։ Եվ ընկեր Վահե Ղազարյանի տավարի ցավ ոստիկանները, որոնք շատ լավ կարում են այդ ծծնեմ Martha հարցակննեմ, հեսա կտանեմ այդ բանը, այ նույն ձևով պիտի ծծնեն քեզ, ու ամենասարսափելին նա է, որ այս մարդը իա թորանը արդեն դասիրակում է իա նման, ինքը գելինա քերթեմ, թորն էլ ներքևից վեկալ է դանակը գելի սատկած ագանջներնա բնը կտրան։ Այդ ինչ եք մեծացնում դուք այդ երեխուն։ Ես այդ երեխուն բերթում, այսինքն այդ երեխան բերթում է փդելու։ Որովհետև հիմա օրենք գոյություն չունի։ Կա, այն Նայրազ Արաբյաններ բերե։ Կա, բայց գոյություն չունի։ Մարդ են խփում դուրսը ֆրֆռում են, մենք բանից ենք խոսում, գայլերից, աղվեսներից եւ այլն։ Ու ընկեր Տաշիրի, եթե չեմ սխալվում, սա բանն է, Տաշիրն է, չէ՞, մի րոպե։ Մի վարքյան, կարող է ուրա։ Հա։ Ոստիկանությունը ձեն չի հանում։ Ես, ուրեմն, եթե սա վաղը բերման չի ենթարկվել ոստիկանություն եւ այս ցեղասպանության հետ կապված քրական գործ չի հարուսվել, չի տուգանվել, ես Տաշիրի դատախազ, միլպետ, քնչականի պետ իջում ծծծում։ Իսկ ես գալուն պես դու դատվելու ես ընկեր Արմեն եւ 10 տարուց ոչ պակաս։ Էդի դու իմացի։ Փոխարենը Վահե Ղազարյանի կենտրոնի օպերները մարդ են հարցակննամ, մենք ուրա ես էդի դրել եմ Telegram, հələ մի րոպե միացնենք, մի պա, սրանց ձենը լսեք դուք։ Galaxy SQ2 Ultra. Այ, սխալ միասի, ներողություն։ Արդեն Вот так работает полиция Армении. Տտսնեմ քեզ, խոսում ա քաղաքացու հետ։
Մնացածը մտեք Telegram նայեք։ Մենք դրել ենք, որ ինչքան հնարավոր է լայն տարածվի։ Եվ ստեղ առաջանում է հարց, ընկեր Վահե Ղազարյան։ Եթե այս մարդը այն մարդն էր, ով է Վահե Նավոյան, այդ ումը որ միլիցեք ուզում են ծծծնեն։ Եթե այս մարդը այն մարդն էր, ում պիտի ծծծնել, խոսում եմ ձեր հարազատ բառապաշարով։ Ապա ինչու է դեպքում դա անել փողոցում, այս մարդու մեքենայի մեջ, հա, հետո թողել գնա։ Ես ուզում եմ բանը, ես չեմ զարմանում այս մակարդակից, ոչ զարմանում եմ, ոչ զայրանում եմ, չէ, ժողովրդավարության, բաստիոն, դեմոկրատական եւ այլն, սա զարմանալու չի։ Սա զարմանալու չի, որովհետև եթե ստե ծծծնում են մենակ բարերով, հնարավոր բարերով, փողոցի մեջ տեղը մեքենայի մեջ, ապա քնչական կոմիտեի ղեկավար Արգիշ Քարամյան բոզի տղեն, էլեկտրաշոկը վեկալմա ջուրը լցում են մարդու ձվերի վրեն, կոնկրետ, например, Տիգրան Առաքելյանի, ու էլեկտրաշոկը մցնում են ամորձապարկի տակ, տոկը տալում են, ասում են, ասա, որ աբազը քեզ ինֆորմացիա է տվել, կամ գլխավոր դատախազը, ոտը դնում են մարդու գլխին, ենքան են կացով խփում թիտուբենի, որ արուն գնմա, նույնը Արման Մկրտումյանի հետ, նույնը Անդրանիկ Արմանդարյանի հետ, առանց մարդուն հարցնելու համաձայնես տանում նշանակում են, մցնում են դետեկտորը միացնում են, հարցակնում են, տենում են, չէ, դետեկտորն էլ ասում է, այն ինչ որ էս հարիֆը, ոչ մի բանից խաբար չէ, երկու անգամ Անդրանիկ Արմանդարյանին իր կամքին հակառակ տարենցել են դետեկտոր լժի, հարց պատասխան, տեսել են չէ, կապ չունի սորավնո, վեկալ է բռնողալկել են բերդ։ Երբ որ նույն քնչականի 5-րդ հարգից մարդու գցում են ցած, նույն քնչականի 3-րդ հարգից Արարատում գցում են ցած, հետո ասում են գծվավ, թրավ, լետած ուտքի։ Դե բնականաբար, եթե քնչականը այս մակարդակի վրա է, դատախազությունն էլ ջուրն առեբենի մեզ ոչ խարի նման նստել է, աբազը հիմնակել գոյություն չունի, ես ուղղակի ցավակցում եմ այն բոլոր օրինապաշտ ազգասեր չեկիստներին, որոնք այսօր ատամները կրկրտացնելով հազիվ են հանդուրժում Նիկոլ Բոզի տղուն եւ Աբաս Չմոյին։ Ես խոմ շատ լավ գիտեմ ինչ մթնոլորտ տատիրում ազգային անվտանգությունում։ Ես խոմ շատ լավ գիտեմ ինչ մթնոլորտ տատիրում զինված ուժերում։ Բայց ասեք ես ի՞նչ է։ Ուզում ես ծածացնես, տար քաղմաս ծածացրա։ Խոսում եմ այն բառապաշարով, որը որ քեզ հաճելի է, Վահե Ղազարյան, անուղեղ։ Ես չգիտեմ ով է Վահե Նավոյանը, բայց Վահե Նավոյանը ծածացնի սաղ այս օպերացիային մասնակցած օպերներ։ Հիմա որ ասեմ կասի, ես գաթի չնետեմ, ինքես Վահե Նավոյանը։ Եմի գնա, դու չես էթա միլիցեկնեն էթամ, դա մար կոնոմանի ծածացնամ են։ Համ նրան ասեմ, համ նրան։ Ով է, ես հիմա այդ ուզում հասկանամ Վահե Նավոյանը ուր է։ Այդ մարդը ուզում է մի հատ հլնի խոսա, ասի գիտեք ինչ, ես բանա տեղի ունեցել, սա ակնհայտ բան է, էլի։ Բոզի տղությունը իրավապահ համակարգի կողմից։ Այ նույնը պիտի անեն բանի Տաշիրի ոստիկանները ինգեր Արմենի հետ, այդ գել խփողի հետ, գայլեր, ծննդյան օրն է այսօր, սև ծնուն ծնվեիր, չծնվեիր, ինգեր Արմեն, չորանալ են արգանդը, որ քո նմանին ցրտեց։ Հա 2025 թվականի հունվարի 1-ից սիրելի քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության պեկը ու հարկային է եւ այլն ձեզանից պահանջելու է արդեն ամբողջական հաշվետվություն որտեղից էս գումարը ձեզ հիմա ասենք ձեզ մեկը վեկալել է փոխանցել է 100,000 դրամ
Պիտի գան ասեն այս գումարը որտեղից հարկվի, այն գումարը որտեղից հարկվի։ Այսինքն քաղաքացին դարելա, քանի որ հիմա դարելա ոչ միայն տուգանքի մատերիալ, այլ նաև լայնամասշտաբ ձևով դառնում է նաև հարկման մատերիալ։ Ստեղ ես հիշեցի այն մուլտիկ Չիպոլինոն, որ ասում է «Вы стали меньше дышать». Налог на воздух, налог на дождь, налог на секс, налог на N, налог на N։ Ես ուզում եմ հասկանամ, այսքան քաղաքացուն հարկելը, հարկային դաշտ մտցնելը, լավ, հարկում ես, հարկային դաշտ մտցնում ես, Հայաստանը սարքել ես, ուզում ես սարքի Կալիֆոռնիա, դեմոկրատական նահանգ, որտեղ ամեն մի քաքը հարկա, բայց ընդեղ նահանգը ունի կամ նման երկիրը ունի իր քաղաքացու նկատմամբ պոզիտիվ պարտականություն, այսինքն ճանապարհները նորմալ, դպրոցները նորմալ, բուժօգնությունը նորմալ, social insurance նորմալ եւ այլն, բայց այս կառավարությունը նստում ասում է, չէ, մենք դպրոց չենք կարում սարքենք, Նիկոլ Փաշինյանի բենի բառերն են, մենք ճանապարհ չենք կարում սարքենք, ընդ սարքում այնտեղ բլմա, քանդվմա, բորձուր, ոչ տրակամա, կոռուպցիան գնումա։ Սաղ Երևան քաղաքը փոսեր են, վայ Ղազարյանի պես չմոն, ասում է փոս չկա։ Այդ արագենեթն դրա համար հատուկ կտրեցի, դրեցի, որ քո նման քյորլուսը փոսերը տենա։ Ահա։ Հիմա այդ ամենը կա։ Հիմա վաղը մյուսօր, ուրեմն ես ինչ պիտի խորհուրդամ քաղաքացիներին, սերի քաղաքացիներ, մեքենան ընկավ փոսը, պիտի դատի տակ։ Լույսերը գնացին, պիտի դատի տակ։ Զիբիլը ուշտարան, պիտի դատի տակ։ Գնացիք մտակ հիմնարկ, ձեզ նորմալ բուժօգնություն ցույց տվեցին, պիտի դատի տակ։ Դու մարդկանց դες որ հարկերը կողում ես հարկերի տակ, բոզի տղա, բա դու ինչ ես տալի դրա դիմաց։ Դու որպես երկիր ինչ ես տալի։ Բանակը բանակ չի, միլիցիքը միլիցա չեն, չգիտեմ, քնչականը քնչական չի, կրթությունը կրթություն չի, դպրոցները փակում ասում ես փող չունենք, բայց բանը դպրոցներում 10 աշակերտա, 50 աշակերտա, 100 աշակերտա, մենք մարդ չունենք, այդքան որ ասիկան գումար չունենք, որ այդքան աշակերտի համար առանձին դասատուփ պահենք, փող չունենք դպրոց սարքենք, փող չունենք դպրոց վերանորոգենք, փողայինը քանդելով գնում ենք, բա այդ դեպքում, եթե դու չես կարող ոչ մի բան անես, այսքան փողեր լափում, վեկալում ես ինչ ես անում, բոզի տղա, ուր ես ուղում, եւ ես ուզում եմ, որ երևանցիները եւ հայաստանցիները առավելագույնս նաեւ իմանան, որ 2025 թվի հունվարի 1-ից դուք ընկնում եք հերթական քաքի մեջ, տրանսպորտը թանկացրեց, հարկերը ավելացնում է, ես մի բան պիտի ասեմ, որ ինգեր ժողովուրդը պիտի հասկանա, որ 2024 թվականը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վերջին թվականը կարա լինի եւ կլինի, եթե մի մարդու նման մենք բոլորս դուրս գանք փողոց եւ սկսենք փնտրել Նիկոլին, փնտրել, գտնել եւ ծսցնել։ Ահա նման լոզունգով մոտակա ժամանակները սերի ժողովուրդ մենք դուրս են գալու փողոց։ Սա ուղղակի նաեւ եթե ոչ ձեր ամեն մի օրը այսպես գնալով դառնալու է, որ ասում է բաբելոնյան տանջանք։ Իգիտություն ձեզ։ Հիմա էլ հունվարի 1-ից էս է մատնվում օրենքի մեջ։ Այդ բանի մեջ, այդ ուժի մեջ։ Սիսի բոզի տղեն, ուր այդ ղախպի տղեն, լրագրողը որ հարց է տալը, ասում է ինձնից, ասում է դրա անունը մի տվեք։ Դուք հիշում եք, մենք հրապարակեցինք Բյուզանդի 1/3 հացեում գտնվող այն օֆիսների շենքը որ կա, քաղաքապետարանի շենքն է, վարձակալությամբ տված, անվճար հրապարակին, անվճար հանրապետականին, անվճար եսիմ, ուտես գնում էր։ Մենք Վարդան Ղուկասյանը մի քանի նորմալ հոգու, ոչ մի հին բոզի տղեկին, վեկալավ է ուղարկեց, ասես գնացեք մի հատ հələ տեսեք, այդ շենքում ինչ է կատարվում։ Գնացին տեսան, հասկացան, որ կոպեկներով կամ վաբշե անվարձահատույց Երևանի քաղաքապետարանի շենքը տված է այս կամ այն, այսպես ասած, ընկերությունների։ Եվ հիմա Սիսի բոզի տղեն համար 12-15 հրամանով 2803-2024 թվական 7-րդ հարկում տեղակայված մի հատ օֆիս 163.1 քառակուսի մետր, ով 2013 թվականի մայիսի 20-ից
Վարձակալությանը տված եղել ամսական 146,790 դրամով, մեր բացահայտումից հետո 11 տարի այս թիվն ա եղել 146,000 դրամ, մեր բացահայտումից հետո նոր է թիվը սարքել ա 682,700 դրամ, այսինքն 1, 2, 3, 4, 4-5 անգամ գինը բարձրացրեց, վերջապես, բայց ասում է դրա անունը մի տվեք, բայց լրագրողը չի, կողից ասի, բա բոզի տաղա, այս մարդը եկավ մտավ քոշենք, ասեց գյոթի սերունդ, ցելի շենքը, անվճար կամ կոպեկներով տվել եք, այս ինչ եք անում, Տարոն Մարգարյանը ու մասես նվիրել է, նալևը նապրավա, հիմա նոր վեկալ էտ հանգասրմա վարձերը, 5-6 անգամ հաննումա, որ Երևանի քաղաքապետարանը բյուջեն հարստացնի սիսի բոզի տղեն ում բերանը պիտի մտնի պետից գանդոնով խեր, էտի քիչ հա, ուրեմն ուրա, ընգեշ սիսի բոզի տղեն ունենալով 6 հատ օգնական, խորհրդական, ես իմ ինչ կակ, օրերս նշանակեց 7-րդին, մալը տավով, որ նշանակեց 7-րդին, մի հատ է տեղադրել է նոր հայտարարություն, ուրա, հլստե նայեք, ուրա, հա, ինչ ասեմ, Երևանի քաղաքապետարանում առանձին գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով խորհրդատուի ներգրավելու մասին, ուզում է արդեն 8-րդ խորհրդատուին, խորհրդատուին ներկայացվող պահանջները, քաղաքացիություն, բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ, խորհրդատու է ուզում, բայց որը որ աշխատել է գոնե մինիմում մի տարի, թե այդ մինիմում մի տարի աշխատածը ինչ խորհուրդ պիտի տա սիսի բոզի տաղուն նման երևույթին, ես չգիտեմ, հետո, օտար լեզուների, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն ազատ իմացություն, ուշադրություն, թուրքերեն և իսպաներեն լեզուների իմացությունը կդիտարկվի առավելություն, Երևանի քաղաքապետի խորհրդականի չուզում հասկանամ իսպաներեն տուտ բանը պրիչոմ, բայց թուրքերենի իմացությունը առավելություն, խորհրդատուի պարտականություններն են միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող աշխատանքի ընթացիկ կառավարման աջակցություն չէ, ստեղ ակնհայտ է չէ, որ այս բոզի տղեկը ամբողջությամբ էթում են դեպի Թուրքիա, մեր հարևանը Պարսկաստանն է, Մեհդի Սոհբահանի, Պարոն Մեհդի, դուք ըլնելով Պարսկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, սրա նման բոզի տղեկի հետ հրավեր կազմակերպում, չգիտեմ ձեր բանկետներ և այլն, բայց ես մարդն ասում չէ, մեզ թուրքերենի մասնագետա պետք, ես երևակայի թուրքերը այդքան թուրքերին չեն սիրում, ինչքան ես բոզի տղեկն են սիրում, խելագարվում թուրքի խերի համար, ասում թուրքերենի իմացությունը կողջունվի, ուզում ես հայտարարությունը դնեմ, ստե գրեմ, տակնը գրեմ, սիսի պորնեկի տաղա, բալեքի թուրքերը ծծացնեն, որ ժողովուրդը մտին է, չասի, ատես բան չկա, էդի լկտի սուտա, ինչ է անում թուրքերենը, եթե դի չեմ կարում, ասում եմ թուրքերեն, գոնե գրի բանը, անչա պարսկերեն, վրացերեն, հարևան երկիր է տա, որոց հետ դու պատերազմի մեջ չես, 8-րդ խորհրդականն է ուզում թուրքերենի իմացությամբ, թուրքական խեռ այդքան համով է, եթե ես ուզում էլի մի հատ եմ, աբազ դու բան էդ ազգային անվտանգության մինիստր ես, թուրքական խեռ չես տեսե, խի, ոչ շոշափել ես, ոչ վեկալել ես, ոչ գլգել ես, ոչ մը չես արել, հետո, բա լավ, քո մեջ հարց չի առացած է, սրանք հետ կան թուրքի խեռի համար, խեն խելագարվում, այդ թլպատած խեռի, ես բոզի տղեկը, Մեհդի Սոբհանի իա խեռը փաթեթավորի չադրայի կտորի մեջ ղրգի կնգատ բենի մեջ ասի վեկալեք վայելեք պարսկական անարատ խեռ
Թոբա թե Ռուսաստանի պրեզիդենտ, թոբա թե Բայդենը 8 հատ խորհրդական ունի։ Թոբա թե Հենա երկու հատ էլ խորհրդական ես եմ քեզ տվե, Պորրիկի ծնունդներ են։ Վեկալեկի արեք, շինվրդեկի չուզում եք արեք։ Ուրա։ Զանգարենք ես տիկնոջը։ Թուրքերենի իմացություն ասում է ողջունվում է։ Թուրքերը նավարի ծսցն են։ Բոզի տաղա։ Բոզի տաղա։ Սիսի կանգատ, իշքան քաղաքապետանի աշխատող կա, թուրքերեն երաժշտությունը դնեն են բանի երգը, Սուլթան Սուլեյմանի ու ծսցն են։ Դրա տոք։ Չէ, դու դակ չեմ ժողում։ Call ended. Հա։ Call ended. Զանգահարում ենք Տիկին Վարդուհուն։ Կարող է Տիկին Վարդուհին չի լսում։ Ստեղ էլ կողից ինֆորմացիա է գալի, մի րոպե։ Call ended. Բաժանորդը ժամանակավորապես Call ended. Մենք արդեն ուղիղ կապով ենք զանգահարում զինվորի մայր Տիկին Վարդուհուն, որը որ խնդրել էր խոսքի իրավունք, որի որդին ըստ իր հայտարարության սպանվել է բանակում, բայց հիմա մենք տենում ենք Տիկինը հեռախոս չի վերցնում, երևի
մտքափոխ ա եղել, յալ մարդասպանները գնացել տեսել են։ Ինչևից է, անցնենք առաջ, ես իմ պարտքը կատարեցի։ Ուրեմն, հետաքրքիր բացահայտում։ Նայում եմ ֆինանսների նախարարության այն հաշվետվություններ եւ այլն, ու ասես մի հետաքրքիր փաստաթղթային տվյալի ենք ռաստվում։ Կապված խաղադրույքների, խաղամոլության աճի եւ ինտերնետ խաղեր խաղադրույքների եկամտների հետ։ Ուրեմն 2017 թվականին խաղադրույքային ֆոնդը, այսինքն ինչքանի գումար է խաղարկվել Հայաստանի Հանրապետությունում, կազմել է ուշադրություն 138 միլիարդ դրամ։ 2017 2018 թվականին կազմել է 333 միլիարդ ու կես դրամ, այսինքն 600 քանի միլիոն։ 2019 թվականին խաղամոլության թիվը ընդհանուր բյուջեն կազմել է 1.1 տրիլիոն դրամ։ 2020 թվականին կազմել է մոտ 2 տրիլիոն դրամ։ 2021 թվականին կազմել է 3.9 տրիլիոն դրամ, այսինքն 10 միլիարդ դոլար։ Մեկ տարվա կտրվածքով Հայաստանի Հանրապետությունում այդ խաղադրույքանողներ, գումարներ ինչ թվերա ֆրացե։ Բայց երբ որ մենք վեկալում նայում ենք ընկեր Վիգենի Տոտո գրողու Սևցավի եկամտային հաշվետվությունը, ինքը ցույց է տալի 31 միլիարդ 183 միլիոն 760 հազար դրամ։ Իսկ ֆինանսների նախարարությունը ցույց է տալի 2021 թվականի դրությամբ տարին փակած 10 միլիարդ դոլարի խաղարկություն, այսինքն 3.9 տրիլիոն։ Իսկ ուշադրություն, սիրելի ժողովուրդ, 2029 թվականի 9 ամիսների ընթացքում մենք ունենք հետևյալ թիվը 4.2 տրիլիոն դրամ, այսինքն 10 միլիարդի շեմը մենք արդեն անցել ենք մենակ 9 ամսվա կտրվածքով։ Համեմատության համար ասեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը, որը ունի 150 միլիոն մարդ քաղաքացի, չասված իշքան էլ եկող գնացող եւ այլն, այնտեղ կազմել է այդ ինտերնետ խաղարկություն եւ այլն գումարի ընդհանուր արժեքը 9.1 միլիարդ դոլար։ Փաստորեն Ռուսաստանը, մենք տվել ենք Ռուսաստանին էլ ենք անցել։ Եթե Ռուսաստանում 150 միլիոնանոց ժողովուրդ 2021 թվին խաղարկային այդ գումարների հոսքը եղել է 91 միլիարդ, մեր մոտ եղել է 10 միլիարդ։ Հիմա մենք էդ էլ ենք տվել անցել։ Հիմա ես չգիտեմ, սա արժե է թվերին հավատալ, որ սա Հայաստանի քաղաքացիներն են, թե ոչ։ Կամ ստեղ, չգիտեմ, գնում է փողերի մի այլ տիպի թաքնված սխեմա լվացում, ապուրինի գումարները լվացում են, էսեն անում, այսինքն չերես վիգեն մցնելով, շրջանառությանելով մաքրում հանում են, յալ սա տրագեդիա է համաշխարհային մակարդակի, մեր համար։ Ինչ է նշանակը 2021 թվականին 3.9 տրիլիոն դրամի խաղարկության ֆոնդ։ Բիզնես։ Եվ ինգեր Վիգեն Բադալյանը, Վիվարոյի Վիգեն, որը երբեք գերեւի Կոլումբիայում չի եղել, բացի նրանից, որ այդ խաղադրույքների, այդ խաղաքակերի բան թագավորն է, մագնատն է, օնժե կոնսուլ։ Հետարքերա ինչի Կոլումբիայի, աշխարհի, այսինքն էլ ուրիշ սա միանշանակ նարկոտիկների լվացում, դրանց փողեր եւ այլն, այս բոզի տղեն անցկացնում այս բանով,
Որտեղ ես չեմ կարող հավատամ, որ Հայաստանի բնակչությունը կարա 10 միլիարդ դոլարի խաղալ։ Հնարավոր չի։ Ավելի շատ խաղա, քան 150 միլիոնանոց Ռուսաստանը, ինգեր Աբաս։ Դու ես թվերը վերցրել ես, գլխավոր դատախազություն։ Այսինքն դուք վաղը դատվելու եք ես բաների համար։ Դու ֆինանսների նախարարության այս հաշվետվությունը, որ տեսել ես, քո մեջ հարց չառաջացե, ինգեր չեկիստներ։ Էս ի՞նչ թիվ է։ Ռուսաստանը 91 միլիարդ դոլար 2021 թվին։ Մեր քնձղ երկիրը 2 միլիոն բնակչությամբ 10 միլիարդ։ Էս ի՞նչ թիվ է։ Էս որտեղից։ Էս ինչ թվերա ֆրցնում են գեր Վիվարոյի Վիգեն բոզի տղեն, էս նարկոբարոնը։ Այսինքն էս խաղադրույքները նայելով ես ցանկացած ուժային կառույց, ցանկացած երկիր, որ վեկալի նայի, կասի լավ, եթե դուք այսքան փող դնում եք խաղարկության վրա, դուք դնեք ձեր երկրի բանակի վրա։ Տարին 10 միլիարդ դոլար, եթե այսքան փող ունես ժողովուրդը, եկեք ուղենք բանակի վրա։ Տնտեսության վրա։ Իսկ վերջից հələ 2022 թիվը չի փակվե միայն 9 ամիսների բանով կտրվածքով արդեն 4.2 տրիլիոն դրամ։ Եվ որ ասում вы еще одумаетесь։ Ընկերաբա, սա ազգային անվտանգության բան չի, խնդիր չի։ Գլխավոր դատախազություն, սա ազգային անվտանգության խնդիր չի, ձեր մոտ հարց չառաջանում, իսկ ի՞նչ թվաբանություններ են։ Այս միլիարդավոր դոլարները որտեղից են մտնում, ո՞նց են դուրս գալի, այս ի՞նչ թիվ է։ Ընկեր Վիվարոյի Վիգեն։ Այ բոզի տղա, այս ի՞նչ ես անում դու։ Էս ում հետ ես անում, իհարկե սրանց։ Սա էլ ընկեր ժողովուրդ Խնդրեմ տեսեք, իգիտություն ձեզ։ Ուրա կա այդ թիվը թվաբանությունը։ Մի րոպե։ Այո, կա, ու հետո ես շպրեն ասեն էսի։ Էսը դաժե վեկալ է դրել են 4.2 տրիլիոն դրամի խաղադրույք։ Դաժե գրել է Civilnet, մտակտեն դել նայք։ Ռուսաստանում ասում եմ 9.1 միլիարդ է։ Ուրա տնանք ստույց խզանք։ Battery 90%. Connected to Galaxy S22 Ultra. Call ended. Ես էլ անջատեց։ Կզանգեն, համարները կթողան, վերջում կանջատեն։ Չեն խոսում, ասում ենք առաջ։ Զինվորական դատախազություն։ Ուրա։ Մի րոպե։ Ուրեմն դուք ինչպես գիտեք, սիրելի ժողովուրդ, մենք դիմել էինք Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությանը, ոչ թե միայն 3, այլ մի քանի հոգու այդ բարձրաստիճան եթիմներից, դրանց երեխեքի հետ կապված, օրինակ Վլադիմիրի Գասպարյան, Տարոն Մաքարյանի 2 տղեկով,
Գագիկ Ծառուկյանի տղով, նվերիկով եւ այլով լիքը մարդկանց համար ես գրել, բայց ուղարկել եմ թե ու նաեւ հաղորդում եմ տալի, որ ապօրինի ազատված են։ Ինչա պատասխանը Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունը կամ գլխավոր դատախազությունը ավելի կոնկրետ ինձ Դիմումատու Վարդան Ղուկասյանին ի պատասխան ձեր 3 հարցադրումներին որոշումների պատասխաններն ուղարկվել են վերանշված էլեկտրոնային փոստի հասցեին տեղեկացնում ենք Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազին հասցեագրված ձեր դիմումի կապակցությամբ հայտնում ենք որ Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանը Վովայի եթիմը Ծնված 0105-2004 թվականին զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին հ օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից Նրա կողմից ծառայությունից ապօրինաբար խուսափելու վերաբերյալ տվյալներ չեն ստացվել սա մեկ երկրորդ հ զինվորական դատախազին հասցեագրված եւ հ դատախազության էլ փոստին ուղարկված ձեր դիմումի կապակցությամբ հայտնում ենք որ Նահապետ Տարոնի Մարգարյանը, այդ ամեր Տարոն Մարգարյանի տղեն է, ծնված 23-11 կամ 01 տեղամսաթվերը չի բռնում 99 թվական, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար եւ զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին հ օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից։ Իսկ մյուս տղեն մեր Տարոնի Անդրանիկ Տարոնի Մարգարյանը ծնված 01-11-2001 թվականին ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի, ენი քրթով ոչ պիտանիա, ոտը չկա վերջ։ Էսի ժամանակավորապես ոչ պիտանիա արգանդի մինինգիտով զինվորական ծառայության համար եւ նույն օրենքով սահմանված կարգով նրան տրվել է տարեկետում 3 տարի ժամանակով։ Նահապետ եւ Անդրանիկ Տարոնի Մարգարյանների կողմից ծառայությունից ապօրինի խուսափելու վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։ Անցնում ենք առաջ։ Երրորդ հ գլխավոր դատախազ ներողություն 4-րդ հ գլխավոր դատախազին հասցեագրված եւ հ դատախազության էլ փոստեն ուղարկված ձեր դիմումի կապակցությամբ հայտնում ենք որ նվեր Գագիկի Ծառուկյանը ծնված 2003-2000 թվական ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար Եվ զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին հ օրենքով սահմանված կարգով ազատվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից։ Նվեր Ծառուկյանի կողմից պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինաբար խուսափելու վերաբերյալ տվյալներ չեն ստացվել հարգանքներով հ դատախազության հանրային կապերի բաժին։ Հիմա ես հարգանքներով ուզում եմ պատասխանել։ Հարգարժան դատախազություն Ես շատ լավ գիտեմ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը, Նահապետ Տարոնովիչը, Անդրանիկ Տարոնովիչը, Նվեր Գագիկովիչը ազատվել են բժշկական հոդվածներով։ Այդ ես շատ լավ գիտեմ։ Ես գրել եմ ձեզ, որ դուք այս մարդկանց տանեիք պերեկամիսիա Տանեիք պերեկամիսիա եւ տնայք այդ հիվանդությունները կան թե չկան, որովհետեւ ես միանշանակ պնդում եմ, որ այս 4-ն էլ ազատվել են փողով։ Մանի, հասկանում ես։ Ընկեր Աննա Վարդապետյան։ Փողը վեկալել են, բջերին բժիշկները ազատվել են։ Սա շատ լավ է, այս նամակը կպահպանվի։ Վաղը մյուսը դա այս տարի իշխանապողություն որելավ այս մարդկանց, հատուկ այս մարդկանց։ Ես Գլխներին 7 հատ չեկիստ կայնացրած ուղարկելու եմ կրկնակի կոմիսիայի։ Դելամ այդ հիվանդությունը Գագիկ Ծառուկյանի որդու նվերիկի ուղեղի մեջ կա, թե չկա։ Վլադիմիրի Գասպարյանը, որ կա այն դաունը, հիվանդա, թե հիվանդ չի։ Դարվելու է։ Ու ես իմիք բանից քեզ ասում եմ, Աննա Վարդապետյան, սրանք բոլոր առողջ են, քեզնից այ կնիկ ընձնից առողջ չեն, թե նվերիկս, թե Նահապետը, թե Անդրանիկը, թե Վովչիկը, հասկանում ես, թե չես հասկնում։ Ու այն ժամանակ այս գործը վարող դատախազին ես ծսնելու եմ իմ կաբինետում։ Բժիշկներին, ովքեր որ ազատել են այս բոզի տղեկին, ես ծսնելու եմ։ Ես գիտեմ, դու ես ինչ ես գրեղրգենից, այ կնիկ։ Ինչ անշանակում հիվանդությամբ են ազատվեց, քեզ ասում եմ հիվանդ չեն։ Այդ հիվանդությունն է չորցավը մենակ գալմա սրանց հակապնը։ Ազգային ժողովա։
նստած են։ Ես մի անգամ չեմ լսա այդ ԿՊ-ից որևիցե մեկը, այն նամանավանդ են Ալեն Սիմոնյանը ինչ նստած հողերն են ծախը, մի հատ տարոն մակարանի կայնացնի, ասի մի հատ հələ արի ես ամբյոնի մոտ, գոնե մի հատ պատմական նկար։ Պատմական նկար։ Որ դու вообще ես ամբյոնին մոտեցել ես այդ միկրոֆոն, հələ մի հատ արի։ Կանչի, ընդ ասի մի հատ հələ Տարոն Մարգարյան, խնդրում եմ ասեք, ձեր երկու տղեկ հետ, այն Բոյով Բուսաթովը, որ Սերժի հետ էլ նկարվել է։ Այդ Բոյով Բուսաթով տղեն ինչով է հիվանդ։ Ոնց հաստատ է, որ քո երկու երեխեքն էլ հիվանդ են ու չպիտի գնան բանակ։ Դու չես ծառայե, երեխեքը չեն ծառայե, դու չես ավարտե, երեխեքը թամամ չէ, իսկ ինչա։ Լավ այդ բանակ բառը վերաբերում է միայն այն քասիբին ու բոմժին, հա։ Լավ ես ինչա կատարվում։ Աբաս, դագաղը դնեմ քեզ։ Սիլի, ես ուղղակի այսքանից հետո ու որոշակի բոզի տղեկ, որ հլնում են Դոդեն պաշտպանեմ, Սերժեն պաշտպանեմ, ես իմ ինչեր են անում եւ այլն։ Ես ու ասում եմ, լավարե չի ծառայե։ Դες մարդիկ էլ կան է։ Հետո չծառայե։ Դու չծառայի։ Այն մարդիկ ովքեր որ սենց բաները ողջունում են։ Ես այդ մարդկանց ուզում եմ ասեմ, բա բոզի տղեկ։ Բայց երկիրը դուք ում որով եք, ձեր երկիրը, դուք եք դե, ես դե չեմ։ Ես ծառայել եմ։ Հասկանում եք։ Այդ երկիրը բա ով է պահելու։ Քո կնգան, քո աղբորը, քեզ, այդ այնց ասողներին, որ արա ինչա կպե լավարը չի ծառայե, նվերիկը գողական տղա է, կամ ես ինչ է այն ինչ տղա։ Կամ հերը ծառայելա, ինքը չպիտի ծառայի։ Այդ ինչ բաներ են, այդ օրենքներ են։ Դες ես ուզում եմ, դες ասողներին ասեմ վաղը մյուսօր թուրքը քեզ գոտալ մեջ ծծցնելու է։ Հարգելիս։ Այդ բանակը միայն ճունևորի եւ քասեբի համար չի է։ Այդ որ նախանձով նայում եք Իսրայելին, ու միշտ բերում եք Իսրայելի օրինակը, բա ոնց է Իսրայելը սենց, որովհետեւ Իսրայելում կապ չունի դու յեթիմն ես։ Դխիտ խփում են տանում են բանակ։ Ունդեղ պատիվա ֆորմա հակնելը, մեր մոտ զապատլո։ Այդ կարում են կնիկ շինեն, կարում են նիվա քշեն, մեխանիկական կառոպկա, կարում են զենք հախրանի գցել հետևի սրան գյուլեն նրան, բայց բանակ չի կարում, կարտոշկա չի կարում մակնել։ Կազարմա չի կարում ավելի։ Եվ սա ամենամեծ սոցիալական արդարությունն է, սա ամենամեծ բոզի տղությունն է այս ազգի նկատմամբ, որը որ արեց Սերժը։ Նորից Սերժը, Սերժ Ռոբիգի, չնայած Ռոբիգի տղեն գնաց, վատից, լավից ֆորմա հակավ, գնաց բանը ազգային անվտանգությունում ծառայեց, թեն, չեմ կարա բան ասեմ, եմ ասում լավին լավ, վատին վատ։ Իսկ այս վարչապետ կոչված բոզի տղեն չասեմ, լավ, սրանք տիկին Աննա Վարդապետյան, այս Վլադիմիրը, Նահապետը, Անդրանիկը, Նվերը, իմ երեխուց ինչով են առավել։ Վարչապետի երեխեն պիտի գնա, սրանք ոչ։ Կարա, չմո բոզի տղա, կարա, չի կարա։ Վովան կնգա պորնոն, նու ռոպեին կհանի կքսի, բա ինտերնետ ոնց է Աշոտ Կարապետյանը, Աննա Բոլենին ծծծնեմ անվճար, որ հիմա ասում է իմ հետ ուզում եք ընտրել 1 միլիոն, բա Աշոտ Կարապետյանը, որ կաբինետում քեզ շինում էր, այդ քանի միլիոն էր, ձրի։ Ինգեր Աննա Բոլեին, ընտրել ուզում եք 1 միլիոն դրամ, ընտրելու տեղը սրանց գրգի բանակ, Պորնիկ, այ ամբողջը գալիս ես եւ ես երկիրը երկիր չի դառնա։ Դուք էլ այդտեղ ապրողներդ կամ կվերանաք, կջնջվեք, կկոտորվեք։ Չամադանները կվեկալեք Ղարաբաղցիքի նման փախ կլնեք Վրաստան։ Որովհետև դուք այն հողի վրա, որի վրա որ դուք ապրում եք, դրա արժեքը չգիտեք։ Դուք չգիտեք գերբի արժեքը, դուք չգիտեք պետության արժեքը, դուք չգիտեք դրոշի արժեքը, տրել եք գլխներիդ ընկելա պետականություն։
Շնորհակալություն Սովետскому Союзу, որ այս 75 տարի այս ազգին հանդուրժելով մետրո, համալիր, շենքեր, ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, բուժ հիմնարկներ սարքես տվեց ձեր ձեռը, որը որ դուք գմփացրիք այս 30 տարվա մեջ, ավիրիք, քանդիք, ոչնչացրիք։ Ինչ ձեր տվեց էր սովետական միությունը։ Մուրեցացրիք։ Ու ոչ մի բան չավելա 232 դպրոց փակվում է, հիվանդանոցները փակվում են, չգիտեմ, բանակը անիծվել։ Էս եք դուք։ Այդ գաղթականի, այդ փախստականի գենը ձեր մեջից դուրս չեկավ, ինքեր հայեր, դուրս չեկավ։ Այո, շատ մարդիկ պայմանավորված բիզնեսով, պայմանավորված անձնական խնդիրներով տեղափոխվել են տարբեր երկրներ։ Բայց մնացել են հայ։ Իրանք իրանց պարտկերպետությանը տվել են, ծառայել են, նոր են գնացել, ծառայել են, հարկերը վճարել են, արեդրել են, նոր են գնացել, ծառայել են, արեդրել են, վտարվել են, արհամարվել են, թքել են, թողը հեռացել են, բայց էլի շարունակում են սիրել են հողն ու ջուրը, որի վրա անցել է իրենց մանկությունը։ Բայց այսօր ապրել այդ հողի վրա նման պատերազմական վիճակում եւ սենց գմգփալ են ցաղին բանակից ազատել ու ոչ մի 50,000 մարդ ազատվել է պարտադիր զինվորական ծառայել։ Դուք 50,000։ Այդ 50,000-ի հալալ 50%-ը то հիվանդ լինի։ Բայց այն մնացած 50-ը հաստատ հիվանդ չի։ Ես վերցրել եմ ամենամեծ 25,000-անոց բանակ։ Դուք պատկերացնեք դա ինչ է։ Եվ այս մարդիկ առանց ամանչելու մտել են քաղաքականության մեջ, եկեն նստել ազգային ժողով որպես դեպուտատ։ Են մեկը գեներալ գնդապետ է, այ բոզզի տղա, ես իմ տղու բանակն եմ սարքեմ, հիշում ես ով է, բա ուր է տղետքի բանակում չի։ Հա? Որ երեխայի ռազմական ոստիկանի ֆորմեն հագցնում էր, գեներալի պագոնն էլ վրան խփած, այն մհերն էլ վեկալած, եթե միտ մաներ տալեմ ռազմականով մեկ ասում էր ես իմ տղու բանակն եմ սարքեմ, բա տղետքի բանակում չի։ Ինչ եղավ, խի հիվանդացավ, առողջ երեխա էր։ Այդ ջպեր, մպեր, դլոներ տրսնելուց ձեր երեխեքը հիվանդ չէ։ Հենո։ Նկարը դրել եմ, չգիտեմ, Նահապետն է, թե Անդրանիկն է, Տելեգրամում։ Այքանի բանակը վերաբերվում է միայն սոցիալապես անապահով շերտին, դու երկիր չես ունենա։ Անգլիայի թագուհու թոռը գնաց հասավ Աֆղանստան, պրինցը։ Այդ պրինցը ծծծնի ձեզ սաղին, գնաց հասավ Աֆղանստան, Անգլիայի թագուհու թոռը։ Կամ թագավորի տղեն, այտենց հասեմ։ Չարզա, մարզա եւ այլն։ Դուք դրանից առավել եք։ Հələ ոչ Անգլիայի մեջ ծառայ, գնաց հասավ Աֆղանստան, ինտերնացիոնալնի դոլգ բլած։ Դուք ձեր շողը, ձեր շեմը չեք ուզում պահեք։ Ու սաղ փախնում ես, հա, $30,000 գմգփալ է սաղին ազատում են։ Մի մարդու նման սաղիդ վզից բռնած հետ են բերելու։ Ինվալիդ էլ ըլնեք, ոտել չունենակ, ձեռել չունենակ, կողխելու եմ պալիգոն, ընդեղից դուրս չեք գալու։ Մինչև չիմանաք զենքը որից հետո է, դրանից հետո էլ կանգնացնելու եմ նա ուչոտ եւ պատրաստվելու եմ ձեզնով այդ 25,000 ազատվածներով Ղարաբաղը հետ բերեմ։ Կգնաք, կբերեք Ղարաբաղը։ Դուք ազատվածներովդ։ Այդ 50,000, այն ասում եմ 25,000-ը թո հիվանդալի, սրտային, ոռային, խույային, եսիմի, դուք կգնաք թիգունք։ Իսկ այն 25,000-ը, որ ցես փողերը ցմցմփալը, դուք եք Ղարաբաղը հետ բերելու, դուք։ Այն որ ինձ որոշակի մարդիկ ասում են, թե Վարդան Ղուկասյան, այդ ում երեխու հաշվին ես ուզում Ղարաբաղը հետ բերես, որ տենց եմ ասում, ազատվածների։ 25,000-անոց ազատվածների բանակով դուք կլնելու եք պերեդավո 6 ամիս մի տարվա ընթացքում հաթաթ բոլոր ուչեպտիկը լցելու եմ ձեզ 6 ամիս կվերապատրաստվեք կսովորեք ինչա նշանակում զենք զինամթերք, որովհետև եթե չսովորալ վարի ես է տալու։
Եվ հետ ձեզնով ձեր ազատվածներով ես Ղարաբաղը հետ եմ բերելու։ Ղարաբաղի հարցը փակված չի, ես միակ քաղաքական ուժն եմ, որ ասում եմ փակված չի։ Եվ ես ասում եմ ոնց եմ բերելու։ Նոր երրորդ գիծ կանգնած են լինելու այն տղաները, որոնք որ արդեն ծառայը վերջացրել են։ Առաջի գիծ դուք եք։ Եթե դուք փախակ ձեր ունեցվածքը քոհոր պորտագու մող ձեր ունեցվածքը սախ պետականացնելու եմ ձեր ունեցվածքի հաշվին ձեր տեղը նայոմնիկներ բերեմ կայնացնեմ փախի գնա Եվրոպա խերրից թե չես փախնի հուրհավիցան կմնաց հետախուզման տակ ու այդ սաղ այդ գույքը վերցնելով հանդերձ ակցիաներ բանկայի եւ այլն այդ խոմ չես կարող հանդես տանես ընկեր Տարոլ Մարգարյան ընկեր Վովա $2 միլիոն արժե քո տունը $2 միլիոն ես չլնի մի 300 հոգի լավ պատրաստված նայոմնիկ Բրիտանիայից է կբերեմ բայց քո տղեն հավիտյանս հավիտենից էլ Հայաստան չի մտնի կյանքում կզրկվելով Հայաստանի քաղաքացիություն փախցրեք այն որ ասում են ում հաշվին ես բերում ձեր մեծահարուստների ոչ թե այն չունևորի բազմազավակ մոլախկատի չէ այդ մարդիկ կնելու են երրորդ գիծ այդ ձեր եթիմները պերեդավո վայելեք հիմա ֆրանսեք այս էֆիրը կտրեք պահեք սերի ժողովուրդ կտրեք պահեք որ վաղը մյուսոր Եթե հանկարծ որը որ բացառվում է Վարդան Ղուկասյանը sense բան չանի այսօր ո՞նց է Նիկոլի լավը ծծծնամ Այ եթե sense բան չանի հենց ասեն Վարդան Ղուկասյան մորը շինեմ բա ասում էիր բերելու է դες ինչ կֆուր եմ ուտը Ես բոզի տղալեմ եթե ես դա չանեմ ձեր երեխեքն են գնալու պերեդավո ձեր այդ ազատվածները սաղ Այն բանակ ծառայեցին ես հանգիստ եմ թողալու նրանք երրորդ չորրորդ գիծ եւ այլն 6 ամիս ու չեպկա զենքը կկրծեք նոր կգնաք գետո չասեք այն մարդը զենքից օգտվել չգիտեր տալ ավերախուս գլուխի կերավ չէ տղա ջան խնդրեմ սովորի պատրաստվի եւ գնա Հերիք բանակը միայն չունևորի համար է միայն դրա համար էլ Դանիել Իոնիսյանի նման բոզի տղեկը հələ մի չեն խոսում ասում է այդ 4 գյուղերը Անմարդաբնակ են, ընդեղ մարդ չի ապր, էդի մեզի պետք է, հիմա ես բոզի տղեն այդի ասեմ, քանի կրեն մի պորնիկի տղեն էր ասեմ, թե ընդեղ ձունա, այդ սարը մեզի պետք է, էստեղ ասում ոչ ռեստորան կա, ոչ կաֆե կա, այդի մեզի պետք է, այ մորները ծացացել եմ, ցելի Ռուսաստան տայգա, մարդկություն չկա, 100 ամյակներով այդեղ մարդու ոչ չի դրվել, կուրիլյան կղզիներ են, Ճապոնիան 60 տարի է կռիվանում խաղաղության պայմանագիր չի ստորագրել Ռուսաստանի հետ, ասում այդ կղզիները մարդ չկա է, Ռուսաստան ասում է առ, եկա, տայգա, մարդ չկա, որ մի ծերից մտնես, մյուս երեթես կյանքը չերիքի, Չինաստանին մի միլիմետր հող չի տալը, Մոնղոլիա, տայգա, աուլ, հիմա ուրեմն ով, Ինչ ասում ես բոզի տղեն, ասում է բանա, այդ հողերը մարդ չի ապրում, այդ հողերը մերը չեն, արա որ մերը չեն, բա մեկը դե ինչ է կանը, ու այս երևույթը շարունակվում է, շարունակում են ժողովրդի ուղեղը լվալ, որ գիտեք ինչ մարդ չի ապրում, այն բոզի տղա, քո տունն էլ մարդ չի ապրում, Անիկայրան էլ մարդ չապրում, տվեք մը Թուրքիա, չապրում, որտև քո նման բոզի տղենա նստած իշխանության գլուխ, դա մարդ չի ապրում։ Հիմա ասում 4 գյուղերը հանձնեն, առս քեզ հետո կազես 4 գյուղ, ես նորը հայտարարեցի, ելույթ ունեցա, շատ բարա, էդի կլի քո վերջը, ու իմ ինչ են գրես տեղ, աբաս, քո հիմնագնաղրգե, 4 գյուղերը հանձնելուց հետո Նիկոլը բանակը ուզում է մտցնի քաղաքականություն, տանկերով պարետային ժամ մտցնի, որը պայմանավորվել է Սուրեն Պապիկյանի հետ, հենց Վարդան Ղուկասյանը փորձի ժողովրդին հանել փողոց։ Ու քեզ թվում է, բոզի տղա, դու այս նախագիծը կարող ես իրականացնել։ Այդ տանկերը, որ մտցրիր քաղաք, կամ զինվորականներին Մի հատ հլինս կբացատրես, ախր գիտես ինչ նախնդիրը, Ռուզիկ, ոչ Նիկոլ Փաշինյանն է բանակ ծառայել, ոչ Սուրեն Պապիկյանն է նորմալ բանակ ծառայել, դա համար չգիտեն, ուրեմն լսի, բոզի տղա,
Ինչով է միլիցեն տարբերվում զինվորականից։ Զինվորականը ունի արժանապատվություն։ Միլիցեկը չունեն։ Միլիցեկի 90%-ը արժանապատվություն բառին չի տիրապետում։ Զինվորականը, որը որ ծառայում է հող ու ջուրը պահելով, այսօր, այդ գարլախ խրամատների մեջ, իմիջալոս, խրամատասի միտս ընկավ, մի րոպե գտնեմ այդ բանը, նամակը ինձ, մի վարքյան, ահա, խնդրեմ, գրում են զինվորնիքը, 37,564 զորամաս, Ղափան, 115 մարտական դիրք, Բարխուդարյան Արմեն, զորամասի հրամանատարը գելա, եթե չեմ սխալվում։ Ոչ վառելիք ունենք, ոչ ջուր ունենք, ոչ հաց, սիգարետ յանք են առնում յանց հետ, ասամ, հարց եմ տալի, քանի դիրքա այս վիճակի մեջ, ասում է 3, Կապանի զորամասնա, մենակ ասում է հերիքելա մնացելա իրանց տված կանսերվեքը, որը ուտելու բան չի կատեգորիկ, ժամկետ նարցած ուտում ենք, ընգնում ենք փոլուծություն, գրում է զինվորը։ Ասում եմ ինչ կա կանսերվի մեջ, ասում է հաճարով փլավ, ոսպ, մակարոն, ու տենց բաներ, հարց եմ տալի, քանի օրա դիրքերում եք, ասում է 20։ Սմենափոխը դիրքերում կատարվում է 2 շաբաթը 1, 20 օրա սմենափոխ չկա, որովհետև ազատված է Վովայի տղեն, Տարոնի տղեկը, Գագոյի տղեն, Արշակի տղեն, մյուսի տղեն, զինվոր չկա, ժամկետային զինծառայող չկա, սա ազատվում են, 20 օր յուրաքանչյուր քաղաքացի թող վերցնի իր վրա, 20 օր առանց լողանալ, 20 օր սոված ծարավ անոթի, մի հատ սենց պուճուր հողի մեջ, կրավատ չկա, ոչի բան չկա, փետի վրա պարկում են, շոյերով քնում են, դուք պատկեր նորմալ մարդը 20 օր չլողանա, դուք պատկերացնում եք զինվորի վիճակը, այդ զինվորի վրի կեղտը, լելը, խմելու ջուր չունի, սնունդ չունի, տվազները շան լափա եւ այլն։ Ես այդ կանսերվեքը, ես պոստը մտածում եմ դա ոնց կարելի է կազմակերպել, այդ կանսերվեքը ես ձեռք եմ բերել։ Բանակին տրամադրվող կանսերվեքը ես ձեռք եմ բերել։ Ես հիմա մտածում եմ կազմակերպեմ մի հատ միջոցառում, հրավիրելով բոլոր իրավապաշտպաններին, բոլոր հայրենասեր անձանց, բոլոր լրագրողներին նա բանկետ, կանսերվա ուտելու, զինվորի կանսերվա ուտելու։ Ես ուզում եմ տենամ այդ ոսպը, չգիտեմ, գարի, ցորեն, որ լծած այդ բանկի մեջ փագած է, քանի հոգի մարդ դա կարան ուտեն, կամ կուտեն, կամ ուտելուց հետո ինչ արձագանք են տալու։ Ես կմտածեմ դա ոնց է կազմակերպեմ, ահագին կանսերվա հավքելացել եմ իմ մոտ, պահել եմ։ Եվ հաշվի առնելով, որ կարող է ցանկացող մարդկանց քանակը շատ լինի, ես նորից կհավաքեմ կանսերվեք, որ ավելի շատ մարդու ես հյուրասիրեմ, եթե կարելի է դա այդպես անվանել։ Եվ ես Նիկոլ Բոզի տղեն, իրան թվում է, թե այդ զորքը, որ ինքը բերեց լցեց երևը, դու բեր, այդ զորքն է քո մաման ծծծնելու, տղա ջան։ Սա չգիտի։ Սա գիտի, թե այդ զինվորը Վահե Ղազարյանն է, Սուրեն Պապիկյանն է, ու այդ իրան թվում է, թե այդ զինվորը, այդ տանկիստը, լսելու է իրան։ Քեզանից Բոզի տղա ամբողջ բանակը զզվում է։ Քեզանից ամբողջ KGB-ն զզվում է բացի Աբազից։ Քեզանից MVD-ի 30%-ը զզվում է, այդ մնացածը ինքա որ, ասում եմ, չէ, դե միլիցիա միշտ շատ լախ են եղել։ Ես զինվորական եմ, ես միլիցիա չեմ։ Ու սրան թվում է, թե ինքը դա կարա անի, կարա պահի։ Ալեն Սիմոնյան Բոզի տղեն էլ,
ելույթ ունենա։ Ուրեմն նախ միասին հայտարարություն, սիրելի քաղաքացիներ, եթե դուք գիտեք որևիցե մի անձի, ով ազատված է պարտադիր զինվորական ծառայությունից, գումարով, խնդրում եմ ձեզ, այդ անձի տվյալները, անուն, ազգանուն, հայրանուն, պարտադիր, հասցե կամ զինկոմիսարիատ եւ ծննդյան թիվը գումարի չափով ուղարկեք իմ WhatsApp-ի վրա 929 919 5501 դա աճուրդի համարն է ես այդ համարի վրա պատրաստ եմ ընդունել նաեւ բանակից ազատվածների անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, զինկոմիսարիատ գումարի չափ Դա մենք կհավաքենք այստեղ։ Ես հաղորդման ժամանակ զանգահարեմ ռազմական ոստիկանություն։ Ռազմական ոստիկանությունը գիտեմ, չի գնալու, չի բերելու, կամ բերելու, փողառնելու, թողալու։ Դա ուղղակի կպաֆի իմ արխիվում, եթերային արխիվում եւ այլն, որ վաղը մյուսով մեզ համար հեշտ լինի այդ մարդկանց հետևից գրգմփ գնալու, այդտենց ազատվածների։ Նորից եմ կրկնում, ուղարկում եք +1 929 919 5501 հեռախոսահամարի վրա WhatsApp միմիայն անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, հասցե կամ զինկոմիսար, խոսքի եթե գիտեք հոկտեմբերյանից է, բայց հասցեն չգիտեք, գրեք արմավիրի զինկոմիսարիատ եւ գումարի չափը այն մարդկանց, ովքեր որ դուք գիտեք, վստահ եք, ազատվել են գումարով կամ ուղղակի գրեք, ազատված է գումարով, հիվանդ չէ Այս հեռախոսը։ Մենք դա կհավքենք այստեղ։ Եթերների ժամանակ կտանք այդ մարդկանց անուն ազգանունները, դա կգնա եթերային արխիվ, որովհետեւ հետագայում ինձ համար ավելի հեշտ լինի այդ մարդկանց հավաքելու։ Իսկ ինչ վերաբերվում է ինգեշ Նիկոլ Բոզիտրոն, որը հույս ունի զորքը բերի ու զորքը պիտի դուրս գա ժողովրդի դեմ, ես քեզ ինչ եմ խորհուրդ տալի Նիկոլ, մաքսիմալ շատ զորք բեր լից Երևան։ Ինչքան կարաս շատ Էդի կլինի քո ամենաճիշտ քայլը, որ մաքսիմալ շատ զինվոր դու բերես լսես, որովհետև դու բոզի տղա ես, դու բանակ չես ծառայ, դու չգիտես զինվորի հոգեբանությունը, դու չգիտես որ զինվորը տանգի ստվոլը ֆրցնելու է միլիցեքի վրան։ Այն միլիցեքի, ովքեր որ պաշտպանելու են քեզ, բոզի տղա, դու խաբար չես։ Իմիջիալոց Ալեն Սիմոնյանի հերթական հայտարարության հետ կապված։ Ուրա։ Galaxy S22 Ultra. Ուրա։ Ալո, Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ բարև ձեզ, պարոն Ոլկա։ Ոնց եք, ձեր առողջությունը ոնց է։ Ոչինչ, օրվա հետ։ Քանի որ դուք իրավաբան մարդ եք, ես մի հատ հարց եմ ուզում տամ։ Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունները, որը մեկը մեկի հետևից գմգմփալ են անմա, այս բոզի տղեն։ Հողերը հանձնեն, գյուղերը մերը չեն, հողերը մերը չեն եւ այլն։ Ես ուզում եմ հասկանամ, սրա հետ կապված քրական պատասխանատվության մեխանիզմ գոյություն ունի, որ մեր պարլամենտական ընդդիմություն կոչվածը ոչ մի հաղորդում չի տալի գլխավոր դատախազություն ազգային ժողովի նախագահի վրա։ Նախ ուզում եմ էլի նորից մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ չվիրավորել հանրապետության անշարժ բոզի տղեկին նրա հետ նույնացնելով։ Հասկացա ես։ Որտեվ կարող է իրիկունը կան աչոտ ուզեն։ Իսկ երկրորդը քրեական օրենսգրքի 418 հոդվածը, որը սահմանում է պետական դավաճանության հանցակազմը, հենց այնտեղ մի անգամից գրվում է թշնամու կողմը անցնելը։ Ես մի քանի անգամ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, թշնամու կողմը անցնելը ինչի որ դու վազես գնաս սահմանահատես ձեռը տնկեսոտ ասես ընձե խփեք կամ էլ պահեք։ Թշնամու կողմը ավելի վտանգավոր տեսակով են անցնում։ Երկրի ներսում երկիրը քանդելով հոգուտ թշնամու։ Այնքը այդ իր հայտարարություններով
այդ ապիկար երկոտանի եղջերուն դա ինքը բարիս բուն իմաստով թույլ է տվել քրեական օրենսգրքի 418 հոդվածով նախատեսված պետական դավաճանության հանցակազմը, որի համար նախատեսված է 15-ից 20 տարի ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։ Չէ, ես ուզում հասկանամ, բայց մեր դեպուտատնիկը ինչի՞ չեն այս հարցը բարձրաձայնում։ Ես անցյալ անգամ էլ ասեցի, պարոն Ղուկասյան, որ ես այլևս չեմ տեսնում խորհրդարանում ընդդիմություն, իհարկե էլ եմ ասում, այնտեղ կան հարգանքի արժանի մարդիկ, բայց ըստ էության իրենց քաղաքական պահվածքը չի նպաստում երկրի գործերի բարելավմանը։ Ես ասացի, իրաք պետք է բոլորը հրաժարական տան, ստեղծեն խորհրդարանական ճգնաժամ, սահմանադրական ճգնաժամ։ Եթե չեն անում դա, արդեն այնտեղ հելել ինչ-որ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ մեկ կամ երկու հարց հաղել վարչապետ կոչեցավ։ Հիմա ինձ հաղորդակցություն ա գալի կներեք MVD-ից, ասում է Տաուշի ժողովրդին MVD-ն բերման է ենթարկում, տանում են քաղմասեր եւ սկսում են ճնշում գործադրել Տաուշի այդ ոսկեպար եւ այլն գյուղի ժողովրդի վրա, որ դուրս չգան, չբողոքեն։ Խոստանալով իրենց գումար կտան, այդ գումարը բան վեկալեք ու սիկտիրերը կտեղից։ Այսինքն, ես ասում եմ, չէ, MVD-ն այդուն այդ միլիցիեկը, Տաուշի միլպետը, օպերները եւ այլն սրանց, որ Ստալին եկավ ահագին օֆիցերսկի սաստավ դրեց ու բանը կոտորեց, մեղադրում ասում են, տեսեք ինչ արեց, Կարմիր բանակայինի մեջի, ինչքան ժողովրդի սպաների, ցարական բանակի սպաների Ռուսաստանը կոտորեց Ստալինը։ Հիմա այս MVD-ի բոզի տղեկին, որոնք որ Տաուշի բնակիչներին, այդ նույն այդ գյուղերի տանում են, ահաբեկում են, բախացնում են, խաբում են, համոզում են, որ մի դուրսարի բողոքի, փողդ կտան, ամեն ինչը կտան, տուն տեղը թող սիկտիրեղից տեղից, բայց չբողոքես հանգարց եթերով այս միլիցեկին, ինչ պիտի անել ապագայում, ըստ ձեզ, ըստ ինձ էդի իմ անձնական բանն է, պետք է շարել, շարել պատիտակ գնդակահարել։ Իշխանական, չէ, գնդակարություն մեր օրենսդրությունը չի նախատեսում։ Ես կնախատեսեմ։ Ցմահ բանտարկություն, բայց պարոն Ղուկասյան, եթե իսկապես մեր իրավապահ մարմինները գործեն իրենց լիազորությունների շրջանակներում, ամբողջությամբ լիարժեք գործեն, սրանք բոլորը նույն հոդվածով են գնալու։ Հիմա ես կարող եմ ուրիշ հոդվածների ամնել ասել, իշխանական լիազորությունների չարաշահում, սահմանազանցում եւ այլն, բայց սրանք բոլորը պետական դավաճաններ են, հանցակից են Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլ Փաշինին եւ հավասարապես պետք է կիսեն նրա պատասխանատվությունը։ Ստեղ երկրորդ կարծիք չկա։ Այն Արաբատ Միրզոևն էլ են երկոտանի կենթանի։ Ասма բանը մենք Թուրքիայի հետ խնդիրներ ունենք, ասма, հələ դրա բան է, ասենք դրա բան ու գործը։ Յանի մենք չգիտենք որ խնդիրներ ունենք, բնորոշ Արաբատ Միրզոևը մեզ հայտարարի։ Այս անբանների բանակը բոլորը պետք է դատապարտվի, պարոն Ղուկասյան։ Ես Երանի եմ տալիս, որ Հայաստանի հաջորդ իշխանությունը լինի այնպեսի մարդկանցով համալրված, ովքեր վճռական լինեն այս պետական դավաճաններին դատապարտելու գործում։ Եվ ես աջակցելու եմ իրավաբանորեն։ Ես ոչ հիմա նորից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հանդես եկել հայտարարությամբ հայկական կողմին մեղադրելով սահմանին ամրաշինական աշխատանքներ կատարելու եւ զինվորական տեղաշարժի մեջ։ Ես իմ սահմանը, բայց ուզենամ կանեմ։ Արաբատ Միրզոև կոչված երկոտանին, այդ որ Պիլասոսի մասնագետա, որ տունը Պիլասոսանում կնիկտը նկարը գցելա Facebook, վերջը։ Ասма, բանը, հույս ունենք, որ Ադրբեջանը, չգիտեմ, բան կգտնվի, չի հարցակվի, այսինքն այդտեղ դու գուշակության պես զբաղված արա, այդ չեմ ուզում կոպիտ արտահայտեմ եթերում։ Դու գուշակության պես զբաղված արա, դու արտաքին գործերի նախարար ես։ Այդ կապը հասկացանք, որ դու տեղաներիք չունես, բայց դու էսի ձևով ես բնութագրում իրականություն։ Պարոն Ղուկասյան, բոլորը կներեք 1000 անգամ ներողություն մեր ազգաբնակչությունից, քակած են տակները, կներեք այդ արտահայտության համար Քակած են տակները, ամեն մարդ փորձում է, ոնց կարա Նիկոլին որ մտնի, որ հանգարց իր խոսքը գետնով չտա, բայց իրանք մի բան չեն հաշվարկել, շատ կարևոր բան, որ Նիկոլը անցողիկ է, ժողովուրդը եւ պետությունը մնայուն են։ Շնորհակալություն, ես տեղ մենք հիմա ստանում ենք տեղեկատվություն զինվորականներից, ասում եմ մի թեթև բերան խոսում ես մի թեմայից, սկսում են գրել
ասում եմ պարոն Ղուկասյան, դուք պայոկի մասին խոսեք, սուխոյ պայոկի, կուրսի ես սուխարին քարացած, պանիրը ֆորմալինով, ջեմ, ու նման բաներ, ռագուն կարած ծակես ու շպրտես թշնամու խրամատ, ու հանգիստ 5 րոպեից այդ պոստերը գրավես, քիմիական զենքից լավը աշխատում, այսինքն ինչ քաքութեք են կապում զինվորի ջանին։ Հիմա էլ ասում է Ադրբեջանը հանդեսագալի նման հայտարարությամբ։ Ես ուզում եմ պատասխանեմ Ադրբեջանին, որովհետև մենք չունենք արտաքին գործերի նախարարություն։ Итак, мой ответ по поводу того, что армянская сторона ведет активную деятельность на границе между Арменией и с Азербайджаном. Я хочу ответить азербайджанцев. Я понимаю, что Алиев пытается пойти на агрессию и напасть на Армению. К чему это приведет? Это приведет к тому, что армянский народ моментально выйдет против нынешнего действующего правительства, его свергнет, потому что если армяне или армянский народ пойдет на фронт, оставив в главу государства этого морального урода, то мы 100% побеждены со стороны Азербайджана. Но наш народ в первую очередь свергнет этого маразматика, этого идиота. После этого, вот начнется уже война. Вот что я могу гарантировать азербайджанцев? Когда мы свергнем Никола Пашиняна, то придет новая власть. Значения не имеет. Это будет 100% моя власть, или я там буду коалицией. Но если такое произойдет, если это будет коалиционное правление, я не знаю с кем, но Министерство обороны 100% будет моим. И тогда я уверяю Азербайджан, что ни один газопровод Баку-Джейрян или типа того я не оставлю. Что мой первый ракетно-бомбовый удар будет на Мингечаури и на Баку. Мне наплевать, на куда будет стрелять Азербайджан, на Ереван, на Капан и так далее. Но я с землей буду сравнять весь Азербайджан. То есть это ничему хорошего не приведет. И если сейчас Азербайджан повторяет, что армянская сторона ведет технические работы, это моя граница. Я могу там технические работы вести, могу. Я могу передвигать свои войска куда хочу, налево-направо, налево-направо. Но я же не нападаю. Это моя территория. В моей территории я могу с моими войсками делать все, что угодно. И это предвести, что Армения готовится к боевым действиям. Армения не готова к боевым действиям, потому что во главе правительства сидит этот гандон. Он не будет нападать на Азербайджан. Вот другое дело, когда буду я, тогда я нападу на Азербайджан. Не на Азербайджан, а те земли, которые Азербайджан оккупировал. На Нагорный Карабах тоже. Война с Нагорным Карабахом начнется. И как вам подарил Российская Федерация Нагорный Карабах, так и Российская Федерация вернет мне Нагорный Карабах. И сегодня ОТКБ объявляет, вот очередная неграмотность, очередная тупость, очередное антиармянское объявление ОТКБ. Говорит, ОТКБ признает те границы по поводу Армении, которые Армения и Азербайджан уже между собой решили. Вот я никак не могу понять. В Генштабе Российской Федерации есть административная карта Республики Армении, между Арменией и Азербайджаном. Это же явно, да? И Генштаб Российской Федерации очень хорошо знает, где граница Армении, где граница Азербайджана. Знает.
Генштаб Российской Федерации и ОТКБ знают, что город Джермук армянский, Армянская ССР, город Вартенис, Армянская ССР, Сола, Армянская ССР. Все территории, которые Азербайджан оккупировал у Армении, Армянская ССР. Но, несмотря на это, Россия опять ведет себя подло и низко. Он говорит, мы признаем те границы, которые уже вы между собой решили. То есть не хватает ума хотя бы сейчас делать такое объявление, что как-то нормализовать отношения армянского народа и российского правительства. Даже тут не хватает ума у этих людей. Сказать, что мы признаем те границы, которые сейчас есть. И с этим объявлением поставить неловкое положение этого гандона, который все время делает все возможное и невозможное, обманывая американцев, французов, персов, русских во благо Азербайджана и Турции. Американцы думают, что Никол Пашинян играет в их игру. Нет. Нет, многоуважаемые вы мои. Тоже французы, опять нет. Вот такой портрет. Даже после всего этого господин ОТКБ делает такое низкое, подлое объявление. А потом говорят, антироссийские настроения. Антироссийские настроения. Пожалуйста. Իսկ հիմա ես ուզում եմ ի լրացումը իմ հայտը էսելի քո հիմնարկնա սելի ժողովուրդ մենք այսօր պետք է ձեզ հետ միասին հասկանանք մի բան, որ այս իշխանությունը պարլամենտական ընդդիմության հետ միասին, որտեղ տենում ենք ձեն ձուն չկա, այս արբանյակ բաներով կուսակցություններով երկիրը խորհուրդ քայլերով գնում է դեպի կործանման։ Եվ տանելով դեպի կործանման, տալով մեր հողերը վրացիներին, նաև արդեն շուտով վրացիներին, ադրբեջանցիներին, եւ Ադրբեջանից 4 գյուղով չէլ բավարարվելու։ Մենք ասում ենք, ինչ էին ասում, գրավյալ տարածքները տանք հանգիստ ապրենք, տվինք չլավ։ Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք, տվինք չեղավ։ Գյուղերը տանք հանգիստ դու չես կարող հանգիստ ապրել հայ մարդ, Հայաստանի քաղաքացի, եթե դու չունես բանակ։ Եթե դու չունես բանակ, դու չես կարող հանգիստ ապրել։ Յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու աշխատավարձի եկամտի մի մասը 13-20% պիտի գնա բանակի վրա։ Յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի պիտի հասկանա, որ ինքը պիտի գնա բանակ, ինքը պիտի ծառայի, որ երկիր պահի։ Յուրաքանչյուր օլիգարխ պիտի հասկանա, որ բանակի վրա չպիտի ինքը փող աշխատի։ Բայց սա քանի դեռ մենք չենք հասկացել, մենք հանգիստ չենք ապրի։ Իսկ մեր հանգիստ ապրելու համար կա այսպիսի մի քայլ, որը որ մենք ձեզ հետ միասին պիտի անենք։ Համապատասխան օրը, համապատասխան ժամին մեկ մարդու նման լցվել փողոց, գտնել Նիկոլին եւ դրանով իսկ ավարտել Հայաստանի Հանրապետության այս խայտարակ պատմության էջը։ Չլսելով ոչ նախկին, ոչ ներկա։ Ուղակի լսելով Վարդան Ղուկասյանի ձայնը, դա դուք չեք անում Վարդան Ղուկասյանի համար։ Վարդան Ղուկասյանը Հայաստանում չի ապրում։ Դուք դա անում եք ձեր համար, դա դոգի կոչով չի, դուք դա դոգի կոչով փողոց դուր չեք գալիս։ Դոգը ուղակի ձեզ բոլորին, ասում է հրավիրում եմ այստեղ եկեք, այստեղից գնանք գտնենք այդ բոզի տղուն։ Դա դոգի կոչով չի։ Այն որ դոգի զզվում եք, չեք անում, ատամ եք, բանկավուրատալում։ Գիտեք ինչ, դա հարցի լուծումը չի, որովհետև դուք զզվելով ինձանից, շատ-շատերը, որոնք որ ասում են, արա էտո, այդ արա էտովային պիտի ասես բոզի տղա, դու առաջարկի,
դու առաջարկի, հել մի հատ խոսա, հել մի հատ քննադատ, հել մի բարի գործարա, մի հատ զինվորի վիրահատման հարց լուծի զանգով, կամ ջեբիցը փոխտու թույլ այդ երեխեն վիրահատվի։ Կանի չի անի։ Բայց այդտենց խոսող աղբի տղեկին պետք է ասել դու հիմա ինչի ես ստեղ։ Ոչ մասնակցում ես, ոչ կոչ ես անում, ոչ խոսում ես, ոչ քննադատում ես, вообще դու խերին ես պետք է բոզի տղա բացի պարակտելուց։ Այդտենց մարդկանց գլխատել տեղում։ Այդ X օրը X պահին ժողովուրդը պետք է լսի փողոց։ Անելով այն, ինչը տեղի ունեցավ 2018 թվականին, որը բեմականացված միամիտ ժողովրդին հանելացին փողոց, ինգեր Սերժիկ Բոզիտղեն եւ արեցիա թավշա հեղափոխությունը մեզ բոլորիս գցելով քաքի մեջ։ Պրոստը այս անգամ սա թավիշ չի, ինչ թավիշ։ Ոչ թավիշա, ոչ պողպատա, սա արդեն պիտի լինի բարի բուն իմաստով հեղափոխություն։ Սել ժողովուրդ որը պիտի լինի այս ամիս, եթե այս բոզի տղեն հանկարծ որոշի հողանձնել։ Իսկ եթե դու ասում ես կլինի պատերազմ, եղբայր, հողը արյունով են պահում, իմացեք։ Այ եթե դու 50,000 մարդ բանակից ազատված չունենայիր, ու մինչև հիմա էլ սրանց քորոք են, չես սաղ Տարո Մակարյան եւ այլ լակոտներն ազատվե, դու ես ազատե բոզի տղա, քեզ ազատե։ Ուստի կոմոդ ընկեր Նիկոլ Ղախպի տղա կառավարում չի ստացվում։ Այդ TikTok-ով լայվեր անելու փոխարեն այ Ղախպի տղա զբաղվի ազատվածներով։ Արդեն գրգմփ նամակները գալմա SMS-ների։ Սրանցով զբաղվի։ Եվ հանկարծ քեզ չթվա, թե տանգեր զորք բան մցնելով դու քեզ կարող ես պայլիս ասել եմ քո թիկնազորը քեզ բերելու է հանձնել ժողովրդին։ Մեկ վարքյան անգամ չկասկածես Նիկոլ։ Քանի շուտ է հրաժարական տուր եւ մենք գնում ենք նոր ընտրությունների։ Հրաժարական տու գնա։ Քանի շուտ է պարլամենտում նստած օպոզիցիոն դեպուտատներ վայր դրեք ձեր մանդատները մեկից մինչև ամենավերջի համարը վայր դրեք եւ շինեք պարլամենտը ոչ լեգիտիմ որովհետեւ եթե սա հողերը հանձնեց ու դուք նստած մնացիք պարլամենտում ես արդեն մտնելու եմ ձեր տունու տեղով ամեն ինչով ու դուրս գամ դուք պարլամենտում նստած հանձնեցիք Արցախը հիմա էլ պարլամենտում նստած հանձնում եք Հայաստանը դուրս եկեք պարլամենտից Երկնա գյուղա հանձնում դուք մանդատն եք պինդ բռնե դրեք ձեր մանդատները եւ դուրս եկեք հակառակ դեպքում Սերժիկ Ռոբիկ նու Սերժիկը Սամոսաբոյ Ռոբերտ Քոչարյան նույն ձևով էլ դատվելու ես դու դրեք մանդատները սաղովի դուրս եկեք հերիքա խաղակ ընդդիմություն սրան լեգիտիմացնելով Իսկ ինչ վերաբերում այդ նույն միլիցեքին, որոնք որ այսօր նստած գյուղերի ժողովրդին տանեմ համոզում են էսենանում, ես ձեր տուն ու տեղը ծածացնելու եմ։ Դուք եք դատվելու բոզի տղեկ։ Ցմա բոլորը ցմա ուրաստրել, այլ պատժաչափ ձեր համար գոյություն չի ունենալու։ Սիրելի ուսանողներ, սիրելի երիտասարդներ, սիրելի զինվորականներ եւ սպաներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մենք պարտավորենք դուրս գալու փողոցը իմ իսկ առաջինից կոչով եւ թույլ չտալ այս գյուղերի հանձնման process-ը մենք տենում ենք որ ոչ մի քաղաքական ուժ դաշտում գոյություն չունի մենք տենում ենք ոչ մի քաղաքական դեմք չունի այն հեղինակությունը որ մտնի եթեր նայի 10 հոգի մարդ ու 10-ից 8-ը տակը չգրի տուն ու տեղը ծսնեն քֆուր եւ այլ որ այսինքն բոլորը այն տիպի են վարկաբեկվե որ եթե անգամ ամենախորը ցանկության դեպքում այդ մարդ ուզենա լավ բան անի ժողովուրդը իրան չի հավատա ժողովուրդի հետևից չի գնա այս դեպքում ժողովուրդը չի գնում ոչ մեկի հետևից ուղակի իմանալով տեղեկությունը որ ստորագրեց բոզի տղեն զորքի նահանջ մենք պիտի մի մարդի նման լցվենք փողոց թողնել աշխատանքը թողնել ուսումը թողնել սեքսը թողնել կայֆերը ամեն ինչը թողնել եւ դուրս գալ փողոց նույնը վերաբերվում է զինվորականներին սիրելի զինվորականներ
Սամանամերձ գոտու զինվորականներ։ Ես տվեցի այս հեռախոսամարը հատուկ նրա համար, որ պահին, որ րոպեին դուք ստանում եք ահազան կամ հրաման, որ գիտեք ինչ, մենք իջնելու ենք մարտական այդ 24 դիրքերից եւ դիրքերը հանձնվելու են Ադրբեջանին, անհապաղ գրում եք +1 929 919 55 01 հեռախոսամարի WhatsApp-ին պարոն Ղուկասյան, սա այս դիրքը, սա ես, սա իմ վկայականը, որպեսզի համոզվեմ, որ ինֆորմացիան դեզինֆորմացիա չի, մեզ տրվել է հրաման մարտական դիրքը թողնելու։ Այդ ժամանակ ժողովուրդը մեկ մարդու նման պարտավոր է դուրս գալ փողոց։ Տաուշի ժողովուրդը լսվեն Տաուշ։ Տաուշի մարտական դիրքեք, չգիտեմ, ճամբարակինը ճամբարակի մարտական դիրքեք։ Եվ եթե այդտեղ խոչընդոտում է ոստիկանությունը, սրբել անցնել ոստիկանությանը։ Ես սպասում եմ այդ զանգին, ես սպասում եմ այդ օրվան, որը որ պետք է տեղեկացնեմ, ժողովրդին լցնենք փողոց ու ասենք, այ հիմա արեք Թավշյա հեղափոխություն, այդ ճակերտավոր։ Իշքան քպական, իշքան Սիսիանման բոզի տղա, իշքան Նիկոլա Պաշտ բոզի տղա կա, բոլորին այցելելու ենք հատ առ ոնց եք դագաղները վեկալ է գնամ, այս ժամանակ արդեն դագաղը դրա ձեզի ման են տալու Երևանի փողոցներում, քեզ ոչ մի բունկեր չի փրկելու Նիկոլ, եթե այն բոզի տղուն ձեզնով արիք այն միտինգի օրը, որ 6000 հոգի լծվել էր հրապարակ աղբի տղեն Աբազի հետ բանը համագործակցելով ծրին ժողովրդին, բենձել ասին թե սենց խոսքատված, այս անգամ միտինգը ես եմ վարելու։ Ինձ խոսք տալ, խափել, սենց ալինելու չեն, ոչ, ժողովուրդը դուրս եկա փողոց տեսավ, ես ոչ ման եմ տալու, ոչ Թումանյան փողոց, ոչ գիտեմ Սայատնովա, մենք միանգամից գալու ենք Նիկոլ քո հետևից։ Քո ու քո նմանների։ Էլ ուրիշ բազար, վագզալ չկա, մեկ էլ են անձանց, ովքեր որ նախկինների ճամբարից են ու կփորձեն այդ ժամանակ մանիպուլիզացիա ենթարկել ժողովրդին։ Սա դրանց էլ եմ դնելու դագաղը եւ մանտամ Երևանի փողոցներով։ Ես եմ ձեր տունը քանդելու։ Ասել եմ 2019 թվին դուք քանդում եք իմ երկիրը, ես քանդում եմ ձեր տունը։ Ես 2024 թվականին դա կիրականացնեմ։ Այսքանը։ Հաղորդման վերջում ուզում եմ ասել, քանի որ մենք հայտարարել ենք աճուրդ, մեր աճուրդի հանված մատյանները, որոնք որ երրորդն էլ վաճառվեց, եւ ես այս պայդրությամբ աճուրդը դադարեցնում եմ, որովհետեւ ամեն մի մատյանը, որը ես վաճառում եի, դա ինձ համար մեծ ցավ էր։ Դա համար մենք 3 հատ արդեն վաճառել ենք, 4-րդը անհատապես ենք այդ ուղարկում եւ ժամանակավորապես մատյաների վաճառքը դադարեցված է։ Այսօր այսքանը, շնորհակալություն, հաջողություն, միշտ նոր հանդիպում։